Այսօր մենք միասին գեղեցիկ հավաքույթ ենք ունենալու։ Դրա համար ես ֆինանսական խոսքը արագ կասեմ, կարևորը ես այն որ բանա, չէ, հոգեգալստական, ես նվաստս, ես ստիս բանը կա, հետո կարևորը իրանք մեծ, բայց իրականում տենց է։ Այսօր գիտեք մտածում էի, ասում էի ինչ խոսեմ։ Այսօր ուզում եմ մի քանի խոսքի հերթականություն իրար հետ նայենք, ինչ է ասում Պողոս Առաքյալը, հետո հետևից էլ կգնանք առաջ։ Երբ որ խոսում ենք ֆինանսներից, շատ կարևոր է, որ մենք ֆինանսների մեջ արքայության պրինցիպները իմանանք։ Այն ինչ որ դու անում ես առանց հավատքի, ինքը չի աշխատում։ Ինչ որ դու անում ես առանց սիրո, ինքը չի աշխատում։ Այն ինչ որ դու անում ես, որովհետև կողքինդ էլ անում, ինքը էլի չի աշխատում։ Բայց երբ որ դու հասկանում ես, արքայությունը մի քանի պրինցիպ ունի, մի քանի գործող օրենքներ ունի, օրինակ ոնց որ ձգողության օրենքը։ Ինքը աշխատում է բոլորի համար։ Դու չես կարող ասես, ես չեմ հավատում, որ լուսամուտից կթռնեմ ու ներքև կիջնեմ։ Ինչքան էլ չհավատաս, մեկը ներքև ես իջնելու։ Որտեվ ձգողության օրենքը գործում է։ Ու արքայության մեջ կան գործող օրենքներ, որոնք որ մենք պիտի սովորենք իրար հետ։ Ամեն։ Ուզում եմ մի օրենք նայենք իրար հետ, մի տեղ վերցնենք Երկրորդ Կորինթացիս 9-րդ գլխի 6-րդ խոսքից, հետո կանցնենք ծառայության երկրորդ մասին։ Որովհետև ով խնայողաբար է սերմանում, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով առատությամբ է սերմանում, առատությամբ էլ կհնձի։ Սա պրինցիպ է։ Խնայողաբար ցանողը խնայողաբար կհնձի, առատությամբ ցանողը առատությամբ կհնձի։ Սա ցանկացած ցանքի ու հունձքի մեջ է պրինցիպ։ Կապ չունի դու ֆինանս ես ցանում, սեր ես ցանում, օրհնություն ես ցանում, բարություն ես ցանում, ծառայություն ես ցանում, ցորեն, գարի, պամիդոր, ինչ ուզում ես ցանի։ Ցանկացած ցանքի հունձքի մեջ սա պրինցիպ է։ Ու հետո Պողոս Առաքյալը հետաքրքիր ձևի, ես ուզում եմ իրար հետ գնանք, այս նրբությունը տեսնենք, ինքը բացատրում է ինչի։ Ինքը բացատրում է ինչի է սա սենց աշխատում։ Ամեն մեկը թող իր սրտի հոժարությամբ տա եւ ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որտեւ Աստված սիրում է հոժարությամբ տվողին։ Հիմա նայեք, հետաքրքիր բան է ասում Պողոս Առաքյալը, ասում է պետք չի դու հարկադրաբար տաս։ Դու կասես, ախր հոր ջան, ոչ ոք ինձ չի ոնց որ պարտադրում։ Ամբողջ հարցը ոչ թե կայանում է նրան, որ ինչ որ մեկը քեզ պարտադրում է, այլ ամբողջ հարցը կայանում է սրտի հոժարության մեջ։ Անկախ նրանից ինչպիսին է ձևը, դույլեր են անցնում, զամբյուղներ են անցնում, դրան մոտ է դրած զամբյուղ, դրան մոտ եղբայրները կանգնած են կամ քույրերը զամբյուղներով, անկախ ձևից հարցը ձևը չի, հարցը սիրտն է։ Ու Աստծո խոսքը ասում է, որ ձևից կարևոր է սիրտը, հոժարությունը։ Մենք ասում ենք, այ որ սենց լինի, ավելի լավ կլինի։ Այ որ նենց լինի, ավելի լավ կլինի։ Հարցը ձևը չի։ Հարցը սրտի հոժարությունն է։ Ոչ թե պարտադրանքը։ Եթե ես տալիս եմ, որովհետև կողքինս տեսնում է, որ ես տալիս եմ, ինքը չի աշխատում արքայության մեջ։ Պողոս Առաքյալը այդ ասում, դա հոժարություն չի։ Եթե ես տալիս եմ, ոնց որ հարսանիքներում թմբլ մորաքույրները շաբաշ են տալի, տեսել եք 50,000-ով սենց տաշի, ինքը էլի չի աշխատում։ Բայց եթե ես տալիս եմ, որտև իմ սիրտը հոժարություն ունի արքայության մեջ ցանել, սա աշխատում է ինչի։ Եկեք մի քիչ առաջ գնանք, որպեսզի տեսնենք։ Բայց Աստված կարող է ամեն շնորհ առատացնել ձեր մեջ, որպեսզի դուք ամեն բանում միշտ լիովին ինքնաբավ լինելով ամեն գործի համար առատանաք։ Ստեղ Պողոս Առաքյալը խոսում է Աստված ինչ է ուզում ձեր համար։ Ինչ է ուզում Աստված,
ինչքան է ուզում ձեր համար, որն է Աստծո կամքը քո ֆինանսական ոլորտում, երկրորդ Կորինթացիս 9:8 Աստված ուզում է ամեն շնորհք առատացնի ձեր մեջ։ Ուզում է Աստված ամեն շնորհք առատացնի, խոսքը ասում Աստված ուզում։ Դու կասես, բա ի՞նչն է պատճառը։ Դու ես Տիրոջը սահմանափակում քո սրտի դիրքով ու քո ցանկով ու հունձքով։ Ես ուզում եմ դու այս տեսնես։ Հիմա Աստված ուզում է ամեն շնորհք առատացնի։ Ինչքան, որպեսզի դու ինչքան ունենաս, որպեսզի դուք ամեն բանում, ձեր կյանքի ամեն ոլորտում միշտ լիովին ինքնաբավ լինելով ամեն գործի, բարի գործի համար առատանաք։ Ինչպես որ գրված է, բաժանեց աղքատներին տվեց, նրա արդարությունը մնում է հավիտյան, բայց նա, գլուչովը խոսք էսա, ով սերմ ցանողին սերմ ապարգևում եւ ուտելու հաց, նա ձեզ սերմել կպարգևի եւ կբազմացնի ձեր արդարության պտուղը ու կաճեցնի։ Ստեղ Աստծո խոսքը ասում է, վերևից սկսում է առատությամբ տալու, առատությամբ հնձելու համար։ Ամբողջ հարցը ոչ թե նրա մեջ է, որ դուք առատությամբ տաք, որ ես առատությամբ տամ։ Աստծո կամքն է, որ մենք առատությամբ ունենանք։ Շեշտը ոչ թե տալու վրա է, այլ հնձելու վրա է։ Երբ որ ես գնում եմ կարտոֆիլ ցանելու իմ բակը, ես ուղղակի չեմ ցանում, ինքնանպատակ չի ցանելը։ Մի հատ Գեղամ ջան, արի մի հատ գնանք իրար հետ կարտոֆիլ ցանենք, Վարդանն էլ ասա թողա։ Խի, ուղղակի գնում ենք ցանենք։ Մեզ ասել են ցանեք, ցանում ենք։ Չէ, մենք գիտենք, որ մենք ցանում ենք, որ հնձենք։ Տենց է թե չէ։ Մենք չենք ցանում, որովհետև պիտի ցանենք։ Հիմա եկեղեցի Աստծո խոսքը ասում է, որ դու չպիտի ցանես, որ ցանում ես։ Դու պիտի ցանես այն նպատակով, որ հնձես։ Ու սրա համար Աստծո խոսքը սովորացնում է, որ Աստված հաց է տալիս ուտելու, սերմ ցանելու։ Ամբողջ խնդիրը ընդեղ է, որ մենք հացը ցանում ենք, սերմը ուտում ենք։ Ու այստեղ մեր մոտ չի ստացվում։ Սերմը ուտում ես, մի կիլո ցորենը, այդ օրը չտանաս։ Բայց հացը ցանես չի աճի։ Երբ որ դու նստում ես Աստծո հետ, ստեղ ոչ ոք չի մտնում։ Մենք սովորենք, Տեր ջան, 10-րդը քոնն է, ես քեզ, բա մնացածը ես իմ գլուխ։ Okay։ Հիմա ես ուզում եմ մի քայլ առաջ գնաս։ Ասես Տեր, ինձ սովորեցրու ցանել, ես ուզում եմ հնձեմ։ Ես չեմ ուզում իմ թոշակը ինձ սահմանափակի։ Ես չեմ ուզում իմ աշխատավարձը ինձ սահմանափակի։ Արքայության պրինցիպը էսա։ Այն ինչ որ Աստված քեզ տվել է, դրա մեջ կա սերմ, սովորի ցանել ու կունենաս ավելին, քան քո աշխատավարձը, քո թոշակը ու քո եկամուտը։ Որովհետև Աստծո կամքն է, որ մենք կերակրվենք արքայությունից։ Հիմա եկեք այս խոսքը հետևից առաջ կարդանք, որպեսզի ձեր համար ավելի բարձր լինի։ Եթե դու ուզում ես հացը ուտես, սերմը ցանես, դրա համար Աստված քեզ կտա սերմ, որտեվ Աստված սերմ ցանողին է տալի, Աստված սերմ ուտողին չի տալիս։ Ու դրա համար ինչի, որտեվ Աստված բաժանեց ու աղքատներին տվեց։ Դրա համար Աստված ուզում է քեզ ամեն շնորհք տա ու ամեն շնորհք առատացնի, որ դու լիովին ամեն բարի գործի համար ունենաս, բայց սրա համար դու պիտի իմանաս ինչպես սրտի հոժարությամբ տալ, ոչ թե տրտմությամբ, ու դրա համար դու պիտի ոչ թե ցանես խնայողաբար, այլ առատությամբ։ Սա արքայության պրինցիպ է։ Սա քո Աստծո փոխհարաբերությունն է։ Գնա, ասա Տեր ինձ սովորացրա ցանել, ինձ սովորացրա քո պրինցիպները, ինձ ասա ինչքան, ինձ ասա որտեղ, ցանի, հնձի ու կունենաս ավելին, քան քո եկամուտն է։ Ամեն։ Տեր օրհնի ձեզ։ Ո՞վ է Սամվել աղբորը կարոտ է։ Ով ձեռ չբարձրացնի, վերջում տանում ենք եկեղեցի։ Բայց հետաքրքիր է, չէ, մարդկա չի ճանաչում, նոր ապաշխարը։ Հեսա կճանաչեք։ Մենք եկեղեցին Սամվել եղբոր հետ ենք սկսել ծառայությունը, կպել ենք իրար պարգևը, մեր պարգևը ու
Հիմա ունենք այն հրաշալի այն գեղեցիկ կառույցը, որը որ Տիրոջից ստացել ենք, Տիրոջ օրհնությամբ ու այսօր ինքը կարճ ուղերձ ունի եկեղեցի մեր համար գիշերը չի քնել այս ուղերձը գրել է, ձայնագրել է, մենք կնայենք ու հետո կհրավիրեմ Ժորա եղբորը խոսքով, հետո կհրավիրեմ Կարեն եղբորը խոսքով ու մենք կունենանք հրաշալի տոնական հավաքույթ։ Ողջույն էլ Բեթել եկեղեցի, սիրելի ընտանիք, ողջունում ենք ձեզ մեր ընտանիքի կողմից, շատ ուրախ ենք, որ նոր առիթ ունենք ձեզ շնորհավորելու, շնորհավորում եմ եկեղեցի ձեզ նոր ձեռքբերումների համար, շնորհավորում եմ Դավիթ եղբորը, Անա քրոջը, նոր ձեռնադրության համար, թող Աստված օրհնի եւ պտղաբերանի իր արքայության համար։ Սերներ, ինչպես արդեն ասվեց, մեզ համար ուրախություն է, մյուս կողմից տխրություն է, որ ձեր մեջ չենք, ձեր հետ միասին չենք, բայց հոգով ձեր հետ ենք, սրտով ձեր հետ ենք։ Սիրելի ընտանիք, եկեղեցի, Բեթել, սրտան շնորհավորում ենք եւ ցանկանում ենք, որ այս 2 տարիների ձեռքբերումը նպաստի, որ գալիք մնացած տարիներում Աստծո արքայության համար ավելի պտղաբեր լինեք, ավելի պտղաբեր աշխատեք։ Սրտան շնորհավորում ենք Դավիթին, ընտանիքին, Անա քրոջը, իրենց այս պատասխանատու եւ արքայության համար, չափազանց կարեւոր այդ ձեռնադրման համար եւ հավատում ենք, որ սա դեռ սկիզբն է եւ նորանոր հաղթանակներ եք դեռ առջևում ունենալու։ Սրտանց նաեւ շնորհակալ եմ բոլոր այն հյուրերին, որ այսօր մեզ հետ են, մեր ուրախությունը մեր հետ կիսում են։ Վստահ եմ Կարեն եղբայրը, Ժորա եղբայրը եւ մնացած այլ հովիվներ մեր հետ են։ Ձեզ է սրտանց ողջուներ, ձեր եկեղեցիներին բարևներ Ամերիկայից, այնպես որ ձեր տեղը այստեղ շատ դատարկ է, մենք ձեր կարիքը զգում ենք եւ սրտանց ուզում ենք իմանալ, որ մենք ձեզ սիրում ենք, հիշում ենք, ձեր հետ ենք եւ ամեն ինչով որ կարող ենք սատարել, որպեսզի արքայություն առաջանա ձեր միջոցով Հայաստանում եւ Հայաստանից դուրս, իմացեք, որ մի ընտանիք կա այստեղ, որ աղոթում է ձեզ համար։ Շնորհակալ ենք կրկին բոլորիդ, նաև սրտան շնորհավորում եմ, որ եկեղեցին մտնում է իր հնգաթև ծառայության ընթացքի, այսինքն շարունակում է այդ ընթացքը, այսօր նաև գիտեմ, որ խորհրդի ձեռնադրություն ունեք, սրտան շնորհավորում եմ բոլոր խորհրդի անդամներին, ձեր գործը ավելի պատասխանատու է սերներ, այսօրվանից ձեր վրա մեծ բեռ է գնում, կառավարել ընթացքը հարս եկեղեցու։ Եվ կուզենամ, որ պատվաբեր ձևով ընթացքը տանեք։ Սա շատ մեծ պատասխանատու գործ է, որ այսօր եկեղեցին անում է։ Սիրելի խորհուրդ, սիրելի եկեղեցի, սիրելի հնգաթև ծառայողներ, օրհնյալ լինեք դուք, սիրելի եկեղեցու անդամներ, կարոտած սիրով օրհնանքներ ձեզ։ Ողջ փառքն ու պատիվը լինի մեր Հորն ու Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ամեն։ Հալելույա։ Մեր հետ կլինի մի երևի 10-12 օր ու մենք իրար հետ համ կվայելենք շփումը, համ որոշ տեղեր կգնանք իրար հետ, հուզված եմ, չգիտեմ, որ հուզում ես, չգիտես, ինչ խոսել։ Շորա եղբայր, համեցի։ Տեր օրհնի Սուրբ ջան, շատ օրհնյալ օր է, իսկականից հրաշք օր է, այն ինչ որ անում եք մեծ օրհնություն է, Վարազդատ եղբայրին ասես, որ ավակ եղբայրներ, իհարկե տարիքով ավակ, բայց ես միշտ ասել եմ, նորից եմ ասում, շատ լոր ու մանանա պիտի ուտեմ, որ Վարազդատ եղբորս հասնեմ, շատ օրհնյալ մարդ է, այս փառաբանությունը, որ վայելեցինք, շատ հզոր էր, ինչպես միշտ, չգիտեմ, ես անձամբ շատ օրհնվել եմ, վստահ եմ ամեն մեկդ էլ օրհնվել եք, շնորհավորում եմ այն բանի համար, որ հավաքվել եք, որ պիտի անեք այսօր, էսի մի հատ նոր ընթացք է, նոր քայլ է դեպի առաջ գնալու, ամեն։ Ու էդի հզոր բան է, էդի շատ օրհնյալ բան է, ես այսօր մի հատ կարճ խոսք սրտիս, որ կուզեմ փոխանցեմ, կարճ ասելով գուցե մի 10 րոպե, 15 ամենաշատը սենց, սրտիս խոսքա, որ կուզեմ ասեմ, Վարազդատ եղբայրն ասեց, չգիտեմ, մտածել եմ, աղոթել եմ, այս խոսքը կա սրտիս,
որ փոխանցեմ, կիսվեմ ձեր հետ, որովհետև մենք կարանք ծառայությունների մեջ մտնենք, չէ՞։ Մենք կարանք մտնենք ծառայության մեջ, կարանք пассив լինենք, կարանք ծառայենք, բայց ինչն է ամենակարևոր բաներից մեկը, որ մեր կյանքում պետքա լինի, որ դա ծառայողին իսկական ծառայող է դարձնում։ Գիտեք, վարազդատ եղբայրը շատ սիրուն խոսեց ցանելու մասին, չէ՞։ Ինչ ցանում ես, էդի հնձում ես, մենակ մի դեպքում դու կարողա ցանես մի բան, հնձես ոչ մի բան։ Այսինքն չհնձես, այն ինչ որ ցանել ես մի բան, հնձում ես ոչ մի բան։ Էդի մենակ այն դեպքում, եթե դու գյուղատնտեսությունից ոչ մի բան չես հասկանում, եթե դու քո միտքը, սիրտը չես տվել աճելուն, դու չես հասկանում, ցանում ես, չես կարող մշակես ու այն ինչ որ ցանել ես չի աճում։ Ցանում ես մի բան, հնձում ես ոչ մի բան։ Խոսքս հոգևոր աճի մասին է, ամեն։ Ինչքան ենք մենք հոգևոր մեր մակարդակի մեջ սկսում աճել։ Եթե ես մտնում եմ ծառայության մեջ, ես օշնում եմ իմ եղբորը խորհրդին, որ պիտի այսօր ձեռնադրվեն, վստահ եմ, որ սա իրանց չի վերաբերում, իրանք իսկապես աճել են, զորավոր գնում են առաջ, շատ ուրախ եմ իրանց համար, բայց որպես խոսք պատգամ, որ ամեն մեկիս վերաբերող ինչքան եմ ես աճում, որովհետև Սաղմոս 19 գրում է, որ երկինքը պատմում է Աստծո փառքը, ամեն, դու լսում ես, բայց չես տեսնում։ Հոգևոր կյանքում մենք շատ բաներ կարանք լսենք, բայց այդ ձևը չկարողանանք դա ճանաչենք, ինչի համար, որովհետև չենք տեսնում, միայն լսում ենք։ Ինչ է պետք տեսնելու համար։ Մեզ պետք է հոգևոր աճ, ամեն, երբ որ փոքրիկ երեխան մտնում է խոհանոց, ինքը չի տեսնում սեղանի վրա ինչ է դրված, ինքը տեսնում է սեղանի տակը, ինչ է պետք, իրան պետք է աճել, որ ինքը տեսնի ինչ է սեղանի վրա, հոգևոր աճը օգնում է մեզ, որ մենք տեսնենք, նկատենք, ոչ թե մենակ այն ինչ որ սեղանի տակն է, որտեղ սեղանի տակ կարա փշուր լինի, սեղանի տակ կարա ինչ որ մի բան լինի, որ պիտի ավլենք, հեռացնենք, բայց սեղանի վրա կարա լինի եղջյուրով յուղը դրված, գառը դրված, չէ, ուտելիքները դրված, ճոխ կերակուրները, որ մարդը երբ հասունանում է հոգևորապես ինքը դա տեսնում է։ Ես կարամ Աստծո ծառա լինեմ, չտեսնելով ինչ է սեղանի վրա, կարամ Աստծո ծառա լինեմ, տեսնելով ինչ կա սեղանի վրա։ Սա կապ ունի իմ հոգևոր աճի հետ, ամեն։ Գիզիի ամենամեծ սխալը որն էր։ Գիզին հոգևորապես չէր աճում։ Գիզին միշտ տեսնում էր ինչ կա սեղանի տակ, ինքը չէր տեսնում ինչ կա սեղանի վրա։ Եղիսեն տեսնում էր սեղանի վրա դրվածը, Եղիսեն տեսնում էր ազգի փրկություն, Եղիսեն տեսնում էր հրաշք ու հրաշագործություն, Եղիսեն տեսնում էր մեծ օշնություններ ապագա ազգի համար, որտեղ երբ որ բժշկվեց բորոտը, չէ, բորոտ սպարապետը բժշկվեց, էլ ասում է ազգը չհարձակվեց իրանց վրա։ Մեծ հաշտություն, ազգի խաղաղություն, ինքը սա էր տեսնում սեղանի վրա։ Գիզին նայում էր սեղանի տակ, տեսնում էր երկու հատ արծաթ, երկու կտոր արծաթ, մի երկու կտոր շոր, ինքը սա էր տեսնում ու իր համար կարևորը սա էր։ Երկուսն էլ Աստծո ծառա էին։ Մեկը տեսնում էր այն ինչ սեղանի վրա է, մյուսը տեսնում էր այն ինչ սեղանի տակ է։ Մենք ո՞րն ենք ուզում լինենք։ Վստահ եմ մենք ուզում ենք լինենք նա, ով սեղանի վրինը տեսնում է, սեղանի տակինն էլ գալիս է ջեբը։ Ամեն։ Մենք ուզում ենք ենել լինի, բայց մենք ուզում ենք հոգևորապես աճենք ու տեսնենք, որ օծությունը յուղը ինչ է տալիս մեզ, տեսնենք հրաշքը, տեսնենք օրհնությունը, տեսնենք այն ինչ Աստված դրել է սեղանի վրա ու սրանից օգտվենք։ Ինչ ասեց Եղիսեն Գիզին, ասեց այն բորոտությունը, որ կար սպարապետի վրա կգա քո վրա։ Այսինքն այդ բորոտությունը մենակ հիվանդություն չէր, որ ջրի մեջ ինքը մաքրվել էր ու վերջացել էր։ Եղիսեն շատ լավ գիտեր, ինչ որ միտեղ այդ բորոտությունը շրջում է, ու այդ բորոտությունը կգա կկպնի Գիզին։ Ես ուզում եմ մի պահ նայենք, որն է այդ բորոտությունը։ Գիտեք, ինչ է բորոտությունը հոգևոր դաշտում։ Եղիսեի ժամանակ 4 բորոտներ կային։ Սուրբ Գիրքը գրում է, այս բորոտները որտեղ էին նստած, ոչ հրեաների մոտ էին, ոչ թշնամու մոտ էին։ Քաղաքից դուրս մեջտեղում ինչ որ միտեղ նստած էին։ Գիտեք, հոգևոր բորոտությունը որն է։ Հոգևոր բորոտությունն է, որ դու ոչ ընդեղ ես, ոչ ընդեղ, այսինքն գաղջ հոգևոր վիճակը։ Երբ որ քեզ թվում է դու հասել ես արդեն ինչ որ մի բանի ու էլ հոգևոր աճի կարիք չունես։ Դու էլ կարիք չես տեսնում հոգևոր աճելու, դու էլ կարիք չես տեսնում աշակերտ դառնալու, սովորելու, որտեղ քեզ թվում է դու հասել ես ու դու մեջտեղում նստած ես, գաղջ վիճակ։ Հիսուսն իր աշակերտներին ասում էր, սրանով է իմ հայրը փառավորվում։ Եթե դուք պտուղ բերեք եւ աշակերտ մնաք, ամեն, ինչն է ինձ դարձնում Աստծո
ուզած հոգևոր աճի մեջ մտնող մարդը, այն, որ ես այսօր էլ ուզում եմ սովորեմ, որ ես այսօր էլ ուզում եմ աճեմ։ Ես ոչ թե հասել եմ միտեղ ու մտածում եմ, էսի շատ լավ է, այսքանի վրա մնամ, հերիք է ինձի, չէ, ես ասում եմ, Տեր, ես գիտեմ քո մեջ ավելին կա։ Ես գիտեմ, որ դու ավելի բարձր սեղաններ ու ավելի մեծ օրհնություններ ունես։ Ես ուզում եմ աճեմ դրանք տեսնելու համար, դրանք ունենալու համար, դրանց հասնելու համար։ Երբ որ ես սա հասկանում եմ, ամեն, մի շաբաթ թե երկու շաբաթ առաջ աղոթք էի անում, աղոթքի մեջ sense ձայն ներսիսն ու ձայն ոչ թե լսելի միտք կարելի ասել, ով եմ ես քո համար։ Տեր, ավելի շատ Տերն ասում ինձի, ինքը ով է իմ համար, sense։ Ու ես մտածում եմ ու ասում եմ, դու իմ փրկիչն ես, դու իմ Տերն ես, դու իմ ազատագրողն ես, դու իմ բժիշկն ես, ինչ գիտեի ասեցի։ Վերջում մի հատ ձայն սծելի թեթև ներսից հեչ էլ վարդապետ չեմ քո համար, էլ հեչ իմ աշակերտը չես։ Գիտեք, ես մտածում եմ, որտեղ որ մենք սկսենք այսօր մանավանդ մեր խարիզմատ հրաշալի եկեղեցիներում, սկսենք հարցնել ով է Տերը քո համար, գուցե 99%-ը չհիշենք աշակերտ ու վարդապետ բառերն ու հարաբերությունը։ Բայց այսօր Աստված ուզում է, որ ես շարունակեմ նորից աշակերտ լինել, ամեն, եթե ես ուզում եմ բորոտությունից ազատագրվեմ, իսկ բորոտություն նշանակում է գաղթ հոգևոր վիճակ, որ դու մեջտեղում նստած ես, ոչ այս կողմն ես, ոչ այն կողմն ես, ես պետք է գամ ու ասեմ, Տեր, դու իմ վարդապետն ես, դու իմ ուսուցիչն ես, ես քո աշակերտն եմ, եկել եմ նորից քեզանից սովորելու, ամեն, իմ սիրտը տամ նորից երեխայի նման սովորելու, երբ որ երեխայի նման սկսում ես սովորել, փոփոխությունը գալիս։ Ես 3 կետ եմ ուզում շատ արագ ասեմ, որ կօգնի մեզի հասկանանք ինչ անշանակում բորոտից մինչև օծված վիճակ գալը, որտեղ երբ որ բորոտին բերում էին քահանայի մոտ, ինքը վերջում յուղով օծում էր, այսինքն կա մի հատ վիճակ, որ դու քո բորոտ վիճակից կարաս հասնես, բորոտ սխալ չհասկանաք, ոչինչ կտակարան եմ խարոզում, նկատում եմ այդ գաղջ վիճակից, որ մենք շատ անգամ հայտնվում ենք, հասնես միտեղ, որ յուղը պապան քսում է քո վրա, որ յուղը լցնում է քո գլխին, դու օծված սկսում ես նորից շարժվել, ու դա նոր յուղ է, նոր զորություն է, նոր օծությունով սկսում ես գնալ առաջ։ Առաջինը բորոտին, երբ որ բերում էին քահանայի մոտ, Սուրբ Գիրքն ասում է քահանան նրա հետ միասին բանակից դուրս առանձնանում էր։ Եթե մենք ուզում ենք նորից լինենք Քրիստոսի աշակերտը, եթե մենք ուզում ենք անտարբերության այդ բորոտությունը, գաղջության այդ բորոտությունը մեր կյանքից հեռու գնա, եւ մենք նորից աշակերտ լինենք նվիրված, սովորող, ոչ թե սովորենք Քրիստոսից, այլ սովորենք Քրիստոսին, եթե մենք ուզում ենք նորից Քրիստոսին սովորենք, որտեղ Քրիստոսին սովորել լրիվ ուրիշ բան է, եթե մենք ուզում ենք նորից Հիսուս Քրիստոսին սովորենք, մենք պետք է Աստծո հետ միասին, Հիսուսի հետ միասին առանձնանանք, դուրս գանք այն կոմֆորտից, որի մեջ գտնվում ենք, ամեն, այն ինչ որ կա եկեղեցական հրաշալի է, բայց եկեղեցուց դուրս, ինչքան քո ներսում փափակ կա, առանձնանալու ու ասելու պապ կգամ քո հետ, ես ուզում եմ առանձնանամ, ուզում եմ իմ կոմֆորտից դուրս գամ, Հիսուսն ասում էր գլուխ դնելու տեղ չունեմ, աղվեսները որջեր ունեն, ամեն, թռչունները բույներ ունեն, ես չեմ ուզում խորամանկությունը, Հիսուսն ուզում էր ասել, երբեք խորամանկություն իմ որջը չի դառնա, ես խորամանկության մեջ չեմ ապրի, երբ որ գա ժամանակը ես թռչունի նման չեմ թռնի, չեմ փախնի, ձեզ մենակ չեմ թողնի, գիտեք ես սա եմ ուզում իմ Աստծուց սովորեմ, ես ուզում եմ Աստծուն սովորեմ, ինքը խորամանկությունը, սուտը, խաբեությունը երբեք չդարձրեց իր համար ապրելու կամ ինչ-որ մի բան, ինքը դուրս էր ես բոլորից, գուցե շատ բաների չհասնես, բայց ճիշտ տան մեջ ապրես, ամեն, ճիշտ մեկի հետ լինես, ճիշտ Աստծո Քրիստոսի հետ լինես, իրան սովորես, ամենակարևոր բաներից մեկը, որ այսօր Աստված ուզում է մենք անենք, եթե մենք ուզում ենք այդ անտարբերության բեռը մեր վրայից դուրս գա, մեզ պետք է իր հետ առանձնանալ։ Եղիսեն իր շորը պատռեց, Եղիայի շորը վերցրեց իր վրա ու Հորդանանն անցավ։ Դրանից հետո վստահ եղեք, Եղիսեն երբեք չէր ընդունի մի հատ հագուստ, որ այդ մարգարեական ծածկոցը չէր ընդունում։ Եթե մի շոր Եղիսեն պիտի հագներ, մարգարեական ծածկոցը սա պիտի ընդուներ ու նոր ինքը հագներ։ Սամսոնը սրա հակառակն էր, Սամսոնը փղշտացներից շորեր էր վերցնում 30, որ քայլի Աստծո զորությունով, բայց հագնվի օրը մի հատ
փղշտացու շորով, խորամանկություն եւ այլն, երբ որ մենք գալիս ենք Քրիստոսի մոտ, առաջին բանը սա ենք սովորում։ Քրիստոսին ենք սովորում, ոչ թե հաց ուզել ենք սովորում, հաց բազմացնելն ենք սովորում։ Մենք Քրիստոսին ենք սովորում, ոչ թե Քրիստոսից ինչ-որ բաներ։ Սա առաջին բանն է, որ մեզ կօգնի Իրանից սովորելը, Իրան սովորելը, կօգնի, որ մենք բորոտությունը թողենք, ամեն։ Երկրորդը, երբ որ բորոտը պիտի բժշկվեր, երկու թռչուն էին վերցնում։ Առաջինը նշված ասա, թռնել, ամեն, մեր մեջ պիտի գա ցանկություն նոր բարձունքներ գրավելու։ Ես Քրիստոսից սովորում եմ, ես Քրիստոսի հետ մեկ եմ, ես նմանվում եմ Քրիստոսին, բայց իմ մեջ պիտի գա թռչելու, վերև սլանալու ցանկությունը, ամեն։ Ինձ պետք է թևեր, ես պետքա ուզենամ սա, ես պիտի ասեմ Տեր, կարևոր չի քանի տարեկան եմ, կարևոր չի իմ մասին ինչ են մտածում մարդիկ, էական չի սա, ես գիտեմ քո մոտ զապաս թևեր կան իմ համար, ու ես ուզում եմ այդ թևերը ապրեն, գործեն իմ մեջ, որ ես վեր սավառնեմ, ամեն, երբ որ մեր մեջ կա սա, երազանքը, ցանկությունը, ուզելը, թռնելը, երբ որ սա կա, անպայման բորոտությունը հեռանում է, անպայման այն ինչ որ սատանան ուզել է քեզ վանդակի մեջ պահի, դա ճեղքվում է, քեզանից հեռանում է, ինչի համար, որտեղ դու սկսում ես քայլեր անել այդ ուղղությամբ, ամեն, կարա սկսես ծառայություն, կարա սկսես այն գործից, որը շատ սիրում ես, բայց սկսես ինչ որ մի բան անել, սկսես առաջ գնալ, ամեն, սկսես քայլել, սկսես գործել, սկսես ինչ որ մի բան անել, ում համար, եկեղեցու համար, մի հատ խոսք եմ ուզում կարդամ, որ նստած ժամանակ մտքովս անցավ ու ճարեցի, թե չէ սուրբ գրքից միտքս չկար, որ կարդայի, բայց կուզեմ կարդամ մի հատ համար ու երրորդն էլ շատ կարճ կասեմ ու կավարտեմ։ Առաջի Կորինթացիներ 9-րդ գլուխ 24 խոսքը։ Չգիտեք, ասում է Պողոս Առաքյալը, ասպարեզի մեջ վազողները ամենքն էլ վազում են, բայց մեկն է հաղթանակը առնում, ամեն։ Ով է այդ մեկը, որ պիտի առնի հաղթանակը, չէ՞, բոլորը վազում են, մի հոգի, որ առնում է հաղթանակը։ Իմ հասկացողության մեջ այդ մի հոգին եկեղեցին է։ Մենք ամեն մեկս վազում ենք, բայց մենք պիտի իմանանք մի բան, որ մենք վազում ենք, որ ոչ թե մենք հաղթենք, այլ որ եկեղեցին հաղթի, ամեն, որ մրցանակը եկեղեցուն գա։ Սրա համար ես իմ բաժին ծառայությունն եմ անում, Կարեն եղբայրն իրա, Վարազդատ եղբայրը իրա, ամեն մեկս մեր բաժին ծառայությունն անում ենք, բայց բոլորիս միտքը մի բան է, որ մրցանակը եկեղեցին վերցնի, ամեն, իսկ որն է իմը, Սուրբ Գիրքն ասում, ուրեմն ամեն ինչ արեք, որ հասնեք։ Ինչին հասնենք, Աստծուն հասնենք, ինչին հասնենք, Աստծո դրած կամքին նպատակին հասնենք, ինչին հասնենք, իրար հասնենք, ամեն, իրար օգնենք, իրար հասնենք, երբ որ մենք այս բոլորի մեջ կանք, մրցանակը գալիս է եկեղեցու վրա, իսկ սրա համար այս ամենը սկսում է մի բանից, ինչքան է ժոռան հուսահատ նստած, ինչքան է ժոռան հավատում, որ Աստված իր համար թևեր ունի։ Ու Աստված իրան թևեր է տալիս, ամեն, ու մենք քանի անգամ մտնենք Տիրոջ ներկայության մեջ, վստահ եղեք, հուսահատ մեռած ներս կմտնես, այսօր կարդում է Եփեսացիս թուղթը, ասում է, որ եւ երբ որ մենք մեռած էինք, դու մեզ կենթանացրեցիր, ինքը մեռածին էլ բաց չի թողում Աստված։ Ես իմ մեռած ծնողներին արձակեցի, գնացի, ինքը մեզ մեռած էլ բաց չի թողում։ Եթե ես նույն մեռել եմ, բայց գիտեք, Աստված իմ կողքին է, ինձ կարա նորից թև տա ու հարություն տա։ Ու նորից գործի դնի, որտեվ ինքը երբեք մեզ չի թողում, ու քեզնից ու քեզ ու մեզնից որևէ մեկին ինքը չի թողում, ու չի թողելու, ինքը այդ ձևին չի, ինքը չի կարա թողի, իր այության մեջ չկա թողելը, ամեն, իսկ եթե չի թողում, ոչ թե որ հիվանդին պահի, այլ որ թև տա ու թռնել սովորեցնի։ Մեր Աստված այն Աստվածը չի, որ ինքը դայակ է դառնում հիվանդի կողքին նստի հիվանդին պահելու համար, ինքը որոշ ընթացք սա էլ կանի, բայց իր նպատակը մի բան է, ինքը հիվանդ մեռնողին տեսնում է սավառնող զորավոր մեկը ու Աստված ուզում է սա լինի մեր կյանքում ու վերջինը ասում է որ մի թռչունը պիտի թաթախվեր մյուս թռչնի արյան մեջ եթե մենք ուզում ենք մեր ծառայությունը զորավոր լինի ու եթե մենք ուզում ենք մենք հոգևոր աճենք հոգևոր ընթացք ունենանք մենք պիտի աղոթենք որ Տերը բացի իր արյան
խորքերը մեզի։ Մենք պիտի թաթախվենք այդ արյան մեջ, մենք պիտի ճանաչենք այդ արյունը։ Ամեն։ Նախ ես պիտի ընդունեմ, որ իմ մատը թաթախված է այդ արյան մեջ։ Քահանան իր մատը թաթախում էր այդ արյան մեջ։ Նախ ես ընդունում եմ, որ Քրիստոսը մահացել է նաև իմ պատճառով։ Ամեն, ես ընդունում եմ սա։ Սա ինձ ապաշխարության ու փրկության է տանում, բայց ինչքան խորն եմ սկսում ճանաչել, որ արյունը ջնջել է իմ մեղքերը, արյունը ինձ քաջություն եւ համարձակություն է տվել շնորհքների աթոռի առաջ կանգնելու, ինչքան խորն եմ հասկանում, այդքան հեշտ եմ ես հոգեվորապես աճում։ Այն ազնվորությունը, որ արյան գործը չի հասկանում ու դեռ շարունակում է մտածել, որ ինքը ինչ որ մեղքի կամ սխալի մեջ է, հավատացեք, ինքը չի կարա հոգեվորապես աճի։ Ինքը գուցե ծառայության մեջ առաջ գնա, բայց հոգեվոր աճ չի կարա ունենա։ Երբ որ այս 3 քայլերը կար Բորոտի կյանքում, գիտեք, յուղը քսում էին իր ականջին, սկզբից արյունը, հետո յուղը։ Ինքը հանձնվում էր յուղի զորությանը, յուղի ձայնին, յուղի գործին, յուղի քայլերին, ամեն։ Տերը օրհնի ձեզ, օրհնում եմ սիրելի եկեղեցիմ, հրաշալի ընկեր, եղբայր, վարազդատ եղբորն եմ օրհնում։ Սամվել եղբորից հրաշալի ձևով տեսա կարոտը սառա, շատ հրաշալի, գիտեք, դուք յուրահատուկ եք իմ համար, շատ սիրում եմ ձեզ, որովհետև ձեր հովիվները ու դուք իմ սրտի մեջ մի հատ հատուկ տեղ ունեք, ոչ թե մենակ իմ, այլ Սիլվայի, իմ ընտանիքի, մենք շատ սիրում ենք ձեզ, օրհնում ենք ու հավատում ենք, որ դուք փառքից փառք եք գնում գնալու, զորությունից զորություն ու մեծ հաղթանակների եք հասնելու։ Օրհնում եմ ձեզ, օրհնում եմ ձեռնադրվողներին, շատ սիրում եմ ամեն մեկի, Տերը օրհնի ձեզ։ Շնորհակալություն շատ, Շորա եղբայր ջան։ Այդ սերը փոխադարձա ոչ միայն իմ, այլ ամբողջ եկեղեցու անունից։ Գիտեք, այսօրվա աշխարհի խաբկանքների, գայթակղությունների վերջին օրերում Աստծո խոսքը ասում է շատերը կլինեն հպարտ, ինքնասեր, ամբարտավան, այս վերջին օրերի մեջ, երբ որ ինչ որ մեկը իրեն նվիրում է ծառայության, սա մի հատ մեծ գանձ է, երեք Կարեն եղբոր հետ էի խոսում, սա մեծ գանձ է։ Ու մենք պիտի այդ գանձերը, մեր գործը խավարում ծածկված գանձերը գտնելն է ու Տերը տալիս է։ Ամեն մեկդ ովքեր ուզում եք ձեզ նվիրեք ծառայությանը, դուք գանձ եք, գանձ։ Այսօրվա աշխարհը ինքը կառուցված է անտարբերության վրա։ Կներեք ես բարիս համար, բայց մարդիկ թքած ունեն, մեկի վշտից, մեկի ցավից, մեկի խնդրից, ու այսօր ավելի շատ մարդիկ ապրում են թքած ունենալու լուրջ արվեստով, քան մեկը մեկին ծառայելով։ Դրա համար սիրելի ձեռնադրվողներ, դուք գանձ եք։ Սիրելիներս, ովքեր ունեք որոշում ձեր սրտում ձեզ նվիրելու ծառայության արքայության գործին, դուք գանձ եք։ Ամեն։ Կարեն եղբայր համեցի, Աստծո քաղցր մարդ։ Դու ես գա։ Ողջույն եկեղեցի, կարիք չկա, չէ, ներկայանամ ինձ, ով չի ճանաչում ինձ։ Շատ կարևոր ու հաճելի օր է, ձեր հետ լինել այսօր, պատիվա լինել այսօր ու եզնից առաջ թե Սամվել աղբերս, թե Վարազդատ աղբերս, թե Ժորա աղբերս հրաշալի խոսեցին արդեն, պրինցիպի ասեցին ամեն ինչ որ ուզում էի ասեի, ու տենց նստած մտածում էի Տեր խոսք դուր, ու այս խոսքը միտքս եկավ, Տիրոջ, իզնից առաջով եկավ, բոլորը գող ու ավազակ էին։ Ես նաև բերել եմ իմ կնոջս ծողերի շնորհավորանքները, ցավոք չկարողացավ այսօր իմ հետ լինել, պլանավորել ենք անպայման, բայց ինչևէ մեր եկեղեցու կողմից կանենք շնորհավորանքները, որտեղ իրոք տոն է այսօր ցանկացած նման միջոցառում
իրադարձություն, իրականություն, կարևորագույն իրադարձությունն է։ Ես ավելի շատ հուզվում եմ նման ծառայության, ձեռնադրման ծառայությանը, քան ուզում եմ հազարավոր դեպեր անելու կամ չգիտեմ ինչին, կամ հազարավոր, չգիտեմ, մարդկանցով լիքը դալիճում խոսելուց, որտեվ մենք մի հատ կարևոր այդպես փորձառության առաջ ենք ամեն անգամ ձեռնադրության ծառայությունը։ Ես հիշեցի իմ ձեռնադրության ծառայությունը, վստահ եմ Վարոն Ժորան հիշել են իրենցը, ինչ ակնկալիքով էինք, որ ինչպես ա լինելու այդ օրը, ինչա լինելու, ինչա փոխվելու, որ ձեռքերը դրեցին մեր վրա, աղոթեցին, դրանից հետո ինչ կլինի, ինչ որ յուրահատուկ բան ենք զգալու, չգիտեմ, փշակաղվելու եմ, սառելու եմ, տաքանալու եմ, ոտերս եմ զգալու, չեմ զգալու, ինչ ա լինելու։ Ու ես նայում եմ, որ իրականում ցանկացած ձեռնադրություն եք մի հատ կարևոր հռչակում է իրականում, կարևոր իրականության դրսևորում է։ Երևի թե եկեղեցու կյանքում ամենակարևորագույն իրականությունն է։ Ովքեր են այստեղ ամուսնացած են երեխաներ ունեն։ Խնդրեմ ձեր բացացեք։ Շատ լավ։ Իսկ կա որ ամուսնացրել են երեխա։ Ես էլ եմ ամուսնացրել։ Երբ որ քեզ ձեռնադրում են որպես հովիվ եկեղեցու վրա, դա նմանանա որ դու ամուսնանում ես։ Բայց որ դու ես քո եկեղեցում ձեռնադրում ինչ որ մեկին, դա նման ոնց որ դու քո երեխային ամուսնացնես։ Այդտեղ թե ակնկալիքի տեղ կա, թե անհանգստության տեղ կա, թե ուրախության տեղ կա, երբ որ նրանք ովքեր չեն ամուսնացել երեխային, գիտեն հələ դեռ չգիտեն դա ինչ է իրականում։ Որտեվ ամեն ամուսնություն երկու բան է իրականում, թե օրհնությունը եւ թե ռիսկը։ Օրհնությունն է, որտեվ նոր ընտանիք է ստեղծվում, չէ, նոր սեր է հաստատվում, երեխաներ են ծնվելու, չգիտեմ, երջանիկ են լինելու։ Ու ճիշտ նույն ձևի ձեռնադրությունը եկեղեցու ծառայողներին օրհնության իրականությունն է, որտեվ հավատում ենք, որ թագավորությունը շարունակվում է։ Այն որ մենք մարդկանց իշխանություն ու հեղինակություն ենք տալիս, արտոնություն ենք տալուս Տիրոջ տան մեջ գործ անելու որոշակի, որտեղ այդ ձեռնադրությունը զուտ պաշտոն տալ չի, ինչ որ դիրքի մեջ դնելու չի։ Այդ նշանակում արտոնավորել մարդկանց որոշակի ֆունկցիա անել, ծառայություն անել, որ ես էի անում որպես հովիվ, հիմա ես չեմ անում կամ մասամբ չեմ անում, անելու է ինչ որ մեկը։ Ու ես պետքա վստահ լինեմ, որ գոնե իմ արածի կեսից մի քիչ ավել անում է ինքը։ Դրա համար եմ անում։ Սա հավատալն է, որ թագավորությունը շարունակվում է, որ ինձանով չի վերջանում։ Թագավորությունը գնում է առաջ։ Եվ թագավորության մեջ Աստված նոր մարդիկ ունի, ում շարունակումը։ Եթե մենք քարոզիչներս հետ նայենք, երբ որ մենք նոր էինք սկսում ծառայել, հաստատ հիմա գնահատելով մեր այն ժամանակվա քարոզչությունը կամ ծառայությունը կամ հովությունը միլիոնավոր սխալներ կգտնենք, որ արել ենք բաներ սխալ, քան որ հիմա ենք դիտարկում դրանց։ Ու երբ որ մենք արձակում ենք, արտոնավորում ենք մարդկանց ծառայության մեջ, մենք նաև կարծես թույլ ենք տալիս իրենց սխալները գործելու։ Ու այդ ամենածանր պահն է, գիտեք, դու կառուցել ես եկեղեցին, քո լավագույնը ներես դրել, չէ, բարձրացրել ես այն տեղը տեղին ուզում ես ամեն ինչ լինի, ինչպես դու որոշել ես, արել ես, չարչարվել ես, վազելով, աղոթելով, խրատելով, սովորեցնելով, չէ, հիմնադիր հովիվները եկեղեցիների ամենածանր աշխատած մարդիկ են։ Հիմնադիր հովիվներ, ովքեր հիմնում են եկեղեցիներ, ես հիմնադիր եմ, Վարազդատի հիմնադիրը, Ժորան հիմնադիրը։ Դա ամենաչարաչար աշխատանք պահանջող ծառայությունն է։ Հեշտ է արդեն, երբ որ դու գալիս ես, եկեղեցին կա, իր ավանդությունները կա, հավատամքը կա, ֆունկցիաները կա, ծառայությունները կա, ավելի հեշտ է։ Հիմա նրանց ու մենք ձեռնադրելու ենք, օրհնելու ենք ծառայության մեջ, դուք ճիշտ են երեխեքի պես եք, ովքեր ծնվել են ընտանիքի մեջ, մեծացել են, ունեցել են ամեն ինչ, հեծանիվ են ունեցել են հեծանիվ, չէ, չգիտեմ, նոր շոր են ունեցել են այդ նոր շորը, երբ որ իրենց ծնողները, երբ որ իրենք մանուկ էին, ոչինչ չեն ունեցել։
ու իրենց լավագույնը դրել են, որպեսզի իրենց երեխաները կարիքի մեջ չմեծանան։ Ճիշտ նույն ձևի, քան որ ձեր եկեղեցին նման այդ իմաստով նաև մեր եկեղեցուն եւ հիմնադրված հովի, հա, ծառայության արդյունք է, գնահատեք այդ չարչարանքը, որը դրվել է ձեր մեջ։ Բարո աղբեր ինքը դա չի ասի, ինքը այդ ռեկլամ մենք դա չենք սիրում անենք, մենք մեր համար, բայց պետք է դա ասվի, պետք է դա գնահատվի։ Նրանք, ովքեր այսօր ձեռնադրվելու են, ովքեր ընդունելու են ծառայության բեռը կրելու արտոնությունը, պետք է հաշվի առնեն, որ մենք ճիշտ ոնց որ մեր աղջկան ամուսնացնում ենք, տալիս ենք ձեզ, ճիշտ ոնց որ փեսա ենք ընտրում։ Ու փեսան դա ռիսկ է, չէ՞, իմաստով, ինչպես կվերաբերվի իմ աղջկան, այն երեխային, որ դու ովքեր են աղջիկներ մեծացրել, ամուսնացրել, հələ չեք ամուսնացրել, բայց հիմիկվանից արդեն խանդում ես դու քո գալիք փեսային։ Հա, ասես մեծացնենք, չէ՞, տենց աչքի բիբի պես մեր աղջիկներին մեծացնում ենք, որ նա շանտաղա գալիս է տանում է իրան։ Կատենց բան։ Եկեղեցու ձեռնադրությունն էլ նույնն է։ Մենք տալիս ենք ինչ-որ մեկին, մեր աղջկան, մեր հարսին, մեր եկեղեցուն, որին չարաչար մեծացրել ենք, մեր արցունքներով, չարչարանքներով, վազելով, կորուստներով, ընկնելով, կորցնելով, անքուն գիշերներով եւ այլն։ Դավանանք, ովքեր պետքա ստանձնեն ծառայությունը, խնդրում եմ գնահատեք այդ։ Հեշտ է գալ ու ունենալ մի բան, որը պատրաստի այլ ձեզ տալիս են։ Բայց մենք իրան մեր վարոն էլ, ժորան էլ, նայեք մեզ, մեր մազերի գնով ենք մեծացրել, մեր երիտասարդության գնով ենք մեծացրել, հաստատել։ Օրհնությունը, որտեղ այո հավատում ենք, որ թագավորությունը շարունակվում է, դրա համար պետք է շարունակվի ծառայության շարունակությունը։ Օրհնությունը, որտեղ Աստված շարունակում է կանչել տղամարդկանց եւ կանանց ծառայելու իր տան մեջ, կառուցելու իր տունը։ Աստված շարունակում է օծել եւ օրհնել մարդկանց, ովքեր սրտանց իր հետ են, իր առաջ են, իր համար են, ովքեր գալիս են ասում են Տեր, ինչ ես ուզում անեմ քո համար։ Ահա ես Տեր։ Մարդիկ, ովքեր արձագանքել են ու այսօր այդ ծառայության ձեռնադրման արտոնությունն են, հա, վայելելու, մարդիկ են, ովքեր Տիրոջը այո են ասել ժամանակին։ Ամենքը չի, որ այդ այոն ասում են։ Աստված բոլորիս համար կոչում ու ծառայություն ունի, բայց բոլորս չի, որ ասում ենք Տեր, ահա ես։ Մեծամասամբ ասում ենք Տեր, ահա մեր հովիվը թող ինքը անի։ Լավ էլ անում է։ Կամ այն մեկը, իմ խմբի ավագը, այն մյուսը։ Ու մարդիկ պատրաստ են բեռ կրելու ծառայության, որտեղ Աստծո առաջ ասել են այո, ինչպես Վարոյ աղբերս ասեց, իրանք թանկ, ասած ասած քաշով մեկ ոսկի են մարդիկ, ովքեր այսօր այս ժամանակի մեջ, այս զբաղված բանկերի կողմից հիպոթեքներով ծանրաբեռնված անընդհատ աճող ինֆլյացիայի, թանկացման, վարձերի եւ այլի այդ կյանքի ոլորտների բարդացման այս իրավիճակում ոչ միայն ժամանակ են գտել ծառայելու, այլ բեր կրելու ծառայությունն է։ Դա ինչ-որ մի փոքր բան անել չի եկեղեցում, այլ եկեղեցու համար պատասխանատվություն կրելն է։ Ու մեր համար, կարծում եմ հովներս համար ամենամեծ օրհնությունն է դա տեսնել մարդիկ, ովքեր ճիշտ են քո որդիների նման մեծանում են ու սկսում են տան հոգսը կրել քո հետ, հա, բեռ են կրում։ Իմ երեք երեխաներ ունեմ, երկու երեխաներս արդեն չափահաս են, տղաս 32 տարեկան, աղջիկս 29 է։ Հիմա եթե ինչ-որ հարց է պետք լինում, ես իրանցից խորհուրդ եմ հարցնում։ Մենք միասին ենք շատ հարցեր մեր ընտանիք, ամուսնացել են այդ երկուսը, բայց մեկ է ինչ-որ հարցեր, որոնք մեր ընտանիքին են ընդհանուր վերաբերվում, ես իրանց հետ հաշվի եմ նստում, որ իրենք հասուն են արդեն։ Մարդիկ են, ովքեր ունակ են բեռ կրելու, պատասխանատվություն կրելու, որոշում ունենալու ընտանիքի համար, մեր ընդհանուր խնդիրների համար։ Ու այդպես էլ ծառայողներ, ովքեր այսօր ձեռնադրվում են կամ ընդհանրապես որևէ եկեղեցում, խոսում այդ հասուն որդիների մասին։ Սաղմոս ասում է, որ իր կապարճը լցրեց այդ որդիներով, թշնամու հետ դարպասի մոտ համարցակ է խոսալու, որտեղ հետևը լիքն է, որդիները կանգնած են։
Ես այս վերջերս խոսում էի մի հովի հետ, որ բողոքում էր, որ եկեղեցու ծառայությունները չի հասցնում։ Ու ես իրան մի բան ասացի. դու ծառայողներ չունես, դու որդիներ չունես։ Դու որդիներ բարձրացրա։ Մարդիկ, ովքեր նույն բեռով, նույն հոգսով, նույն պատասխանատվության զգացումով հակված կլինեն համայնքի համար, որտեղ ոչ թե կլինի դա իրանց եկեղեցին եւ դու հովվեդ եկեղեցու, այլ մարդիկ, ովքեր կլինի դա իրանց տունը, հա, ու իրանք որդիների պես կուզեն բարձրանալ ու պատասխանատվություն վերցնել այն տեղերում, որտեղ դու էլ չես հասցնում, էլ չես կարողանում, որտեղ ծառայության աճի հետ մենք մարդ ենք, մեր ֆիզիկական, հոգեկան, էմոցիոնալ, ինտելեկտուալ նույնիսկ կարողությունները սահմանափակ են, մենք ամենան չենք, մենք Տեր Հիսուսը չենք։ Ու դրա համար Աստված բարձրացնում է մարդկանց, ովքեր արձագանքում են ու պատասխանատվություն են վերցնում։ Այո, դա ռիսկ է, որտեղ ում մենք վստահում ենք ձեռնադրելու, Պողոս առաքյալն այսպես է ասում. միշտ ապիր ինչ որ մեկի վրա ձեռք դնես, Տիմոթեոսի նամակում ուված, եւ ուրիշների, որպեսզի ուրիշների մեղքերին հաղորդ չնես։ Կարծես ուզում ես զգուշացնել, որ ում ձեռնադրեցիր, դու պատասխանատու ես իրենց հետագա քայլերի համար, իրենց հետագա որոշումների համար։ Այդ նշանակում է ինչպիսին կլինի վաղվա եկեղեցին, կախված է թե այսօր ում ենք ձեռնադրում։ Ու դա ռիսկ է։ Ու դա հավատքի ու վստահության նշան է, այսինքն նրանք ում այսօր վարազդատ եղբայրը եկեղեցին մենք, հա, օրհնելու ենք ու ձեռնադրելու ենք, ինչ մեծ վստահություն է ձեզ տրվում։ Ճիշտ ինչպես ասի ամուսնության մեջ, երբ որ մենք մեր փեսային տալիս ենք մեր աղջկան, դա մեծ վստահություն է, քո ծնողի համար ամենաթանկ բանը իր երեխան է, համաձայնվեք։ Իր երեխայի համար ծնողը իր կյանքը կտա։ Կյանքի տրամաբանությունն է այդպես, իրանք մեր կյանքում մեզանից թանկ են, մեզանից կարևոր են։ Ու երբ որ մենք ինչ որ մեկին ձեռնադրում ենք, հա, արտոնավորում ենք այդ իշխանության ծառայության, մենք կարծես ասում ենք ես վստահում եմ քեզ, որ վաղվա եկեղեցին ավելի լավը կլինի, քան այսօրը։ Ու ուզում եմ, որ նրանք, ովքեր այսօր վերցնելու են, ստանձնելու են այդ պատասխանատվությունը, համակվեն այդ որոշումով, այդ գնահատումով, այդ պատասխանատվության զգացումով։ Ու դա ցավոք պատմությունից տեսել ենք, որ եթե չկա այն գնահատումը, ճիշտ մոտեցումը կամ ճիշտ մարդիկ, ովքեր ընտրվել են դրա համար, հետագայում հետևանքները կարող են ողբերգական լինել։ Եվ որ Սողոմոնը ընծայեց իր տաճարը, ինչ տոներ, չէ, ինչ բաներ, տենց իրադարձություններ Իսրայելի պատմության մեջ, հա, առաջին անգամ խորանից հետո, այդ վրանից հետո կառուցվել էր տաճարը, որի տեսիլքը Աստված տվել էր Դավիթին, Սողոմոնը կառուցեց իրան, չէ, նվիրեցին Տիրոջը, ինչ հրաշալի էր։ Ընդամենը 50 պլյուս մի քանի տարի անց Եհովային պաշտելը հանցագործություն էր։ Աքաբ թագավորի ժամանակ Եհովայի մարգարեներին սպանում էին։ Եղեային նույն թվում ընկել էին իր հետևից։ Ընդամենը 2 սերունդ անց։ Պողոսը առաջի Տիմոթեոսին ուված իր առաջին նամակում ասում է, քեզ թողեցի Եփեսոսում, որ հետևես որ օտարուսմունք չսովորեցնեն։ Ինչը որտեղ Եփեսոսում ինքը մեծ ջանք էր դրել, կարևորագույն եկեղեցի էր իր եկեղեցական ծառայության դաշտի մեջ, իր առաքելական, հա, ծառայության մեջ։ Կարելի ասել Եփեսոսը իր ծառայության գլուխգործոցն էր։ Եթե ուզում ենք հասկանանք Պողոսի առաքելական ծառայության ամբողջական նկարագիրը, նայենք Եփեսոսի եկեղեցուն, նայենք ինչպիսի եկեղեցի էր, ինչ եղավ եւ այլն։ Բայց նույնիսկ այդ եկեղեցին, եւ որ Պողոսը պատվիրեց Տիմոթեոսին իր առաջին նամակում, որ նայի օտարուսմունքներ չսովորեցնեն, ինչը դրանից ընդամենը 2 տարի առաջ, երբ որ ինքը Մելիտոսից անցնում էր եւ հրավիրեց Եփեսոսի երեցներին, որտեղ գնում էր Երուսաղեմ ու գիտեր, որ պետքա ձերբակալվեր, ընդամենը 2 տարի հետո արդեն այդ օտարուսմունքները եկան։ Ինքը զգուշացնում էր, նայեք, հետևեք հոտին, հետևեք, որ դրսից գայլեր չմտնեն հոշոտող։ Ու եկեղեցին անհոգ էր եղել։ Ընդամենը 2 տարի անց Տիմոթեոսին ասում է, նայի, սրանք հետևի ես վարդապետություններին։ Մնա օտարուսմունքներ չսովորեցնեն։ 5 տարի անց Պողոսի իր երկրորդ նամակում Տիմոթեոսին ասեց իմացիր, որ բոլոր նրանք, ովքեր Ասիայում էին, Իզնանից երես են թողել։
ինձանից երես են թեքել։ Շատ կարևոր է ում ենք ընտրում, ում ենք վստահում ծառայության մեջ։ Նրանց ում մենք ձեզ տալիս ենք այսօր ծառայություն, օրհնում ենք։ Ամենակարևոր բանը, որ ակնկալում ենք ձեզանից, ձեր հավատարմությունն է։ Ձեր հավատարմությունն է։ Դա զուտ ձեր շնորհները չի, ձեր տաղանդները չի, ձեր ծառայելու կարողությունը չի, ձեր ծառայության ծավալը չի, ձեր հավատարմությունն է։ Շատ բան կա ասելու իրականում թե Պողոսի նամակներից, թե ավետարաններից, բայց ես ուզում եմ մի շեշտը թողեմ ձեր հետ։ Ղուկասու ավետարանում 15-րդ գլխում կարդում ենք անառակ որդու կամ կորած եւ գտնված որդու առակը։ Բայց ես չեմ ուզում այդ որդու մասին խոսենք, մեծ որդու մասին։ Երբ որ կորած որդին այդ անառակ որդին այդպես ասած վերադարձավ, հայրը վերականգնեց, չէ, որդիության մեջ։ Հələ ունեցվածք չերտվեց զուտ որդի լինելու մեջ, ինքը ժառանգություն կորցրել էր։ Ու որդին, երբ որ մեծ որդին վերադարձավ, լսեց իր հոր տանը ուրախությունը, չմտավ, չէ, դուրսը կանգնեց, հələ ծառա կանչեց դուրս, ասես իշխաբերս խամ մեր տանը ինչ ուրախ, ծառայից հարցնում է իր տան ուրախության մասին։ Ասեց հայրդ, ոչ իր որդուն ողջ առողջ զերակս է ուրախացել է եւ այլն, ու ինքը բարկացավ գրված, ու չուզեց ներս մտնի։ Հայրը դուրս եկավ։ Եվ ինքը բողոքը ներկայացրեց հորը, հիշում եք։ Ասեց այսքան տարի է ծառայում եմ քեզ, ու քո ոչ մի խոսքից դուրս չեմ եկել, ու մի հատ ուլ չտվեցիր, որ իմ ընկերների հետ ուրախանայի։ Հոր արձագանքը որն էր։ Ասեց որդյակ, դու միշտ իմ հետ ես։ Հայրը չնայեց իր արած գործերին, հոր համար իր որդին իր հետ էր։ Ոչ թե որ ամեն ինչ արել էր, գործել էր, այլ որ իր հետ էր։ Ամենաթանկ բանը, սիրելի հոգևոր որդիներ, մեր համար այն է, որ դուք մեր հետ եք։ Գնահատում եք մեր չարչարանքը, մեր արածը, դրածը։ Գուցե մեր եկեղեցուց ավելի լավ եկեղեցի կա։ Գուցե ձեզ ընդեղ ավելի մեծ պաշտոն տան, գուցե ձեզ ընդեղ ավելի մեծ ծառայություն տան, գուցե ձեզ ընդեղ ավելի, չգիտեմ, մեծ ընդունելություն տան։ Բայց քո տունը ստեղը, քո հայրը ստեղը, քո հոգևոր օրրանը, քո պատկանելությունը ստեղը, ամենաառաջի կարևոր բանը, որ ես ակնկալում եմ ու հավատում եմ բոլոր հովիներն են ակնկալում, դա հավատարմությունն է։ Ու դա կարևոր հատկություն է, լինել իրար հետ։ Ոչ թե գործել իրար հետ զուտ, այդ որդին գործել էր, բայց հոր հետ չէր։ Հայրը գնահատում էր այդ որդուն որպես իր հետ եղող, ոչ թե իր համար գործող։ Կարևոր է որ դուք թե տիրոջ, թե մեր հետ լինեք միասին։ Մնացածը կանցնենք իրար հետ, կսովորենք իրար հետ, որտեվ այս հոգևոր կյանքում միշտ կլինեն կոնֆլիկտների տեղեր, իրար չհասկանալու, չըմբռնելու, այդ որ ընտանիքում չի լինում։ Որ ծնող երեխա հարաբերությունն է, այտենց միշտ հղկված գնում։ Մանավանդ որ երեխաները մեծանում են, պատանեկան տարիքում շատ ավելին է, չէ՞, սկսում են սրվել, սկսում են ըմբոստանալ, փորձում են ազատություն։ Նորմալ է, բայց մենք մնում ենք մի ընտանիք, ու մի ընդհանուր նպատակի մեջ։ Աստված մեզ կանչել է միասին լինելու։ Իմ մաղթանքն է, որ նրանք ովքեր այսօր կօրհնվեն, կնշանակվեն, մի կարևոր դաս տանեն իրանց հետ այսօր տուն։ Իրանք ոչ թե զուտ պաշտոն են ստացել, ծառայություն, իրանք ստացել են հավատարիմ լինելու վստահությունը։ Ձեզ վստահում են որպես հավատարիմներ։ Ու Աստծո առաջ, ու այս համայնքի առաջ կարևոր է, որ դուք ապացուցեք այդ հավատարմությունը արժեր։ Դուք արժանի եք դրան։ Դուք ճիշտ մարդ եք Աստծո առաջ, ու այս համայնքի առաջ, ով կարող էր ու ընդունեց այդ պատասխանատվությունը, որտեղ ծառայությունը պատասխանատվությունը։ Այսօրվա աշխարհում մարդիկ աշխատում են ինչքան հնարավոր է խուսափեն պատասխանատվությունից, որտեղ այսօրվա աշխարհը ավելի շատ եսի վրա կենտրոնացած եւ զվարճանքների վրա կենտրոնացած աշխարհ է։ Աշխարհը մենակ զվարճանքներ առաջարկում։ Թագավորությունը հակառակը Աստծո վրա
եւ պատասխանատվության վրա կենտրոնացած զոհաբերությունը պատասխանատվությունն է, որ ես զոհում եմ իմ ամեն ինչը հանուն Տիրոջ իրատան եկեղեցու ծառայության, դա իմ պատասխանատվությունից է։ Դու կարող հատուկ սեր չզգաս, գիտեք, տենց սերը մենք զգայական շատ ենք, այսօրվա աշխարհը նորից զգայականի է տարել, ամեն ինչ զգայական է։ Չէ, ես կարող հատուկ սեր չզգամ, բայց ես պատասխանատվություն ունեմ։ Մանավանդ տղամարդկանց համար մեզ համար կարևոր է ավելի պատասխանատվության զգացումը, քան թե սիրո զգացումը։ Մեր ձեռքբերումը մեր պատասխանատվությունը անելու, իրականացնելու մեջ է։ Ուզում ես լավ զգաս քեզ տղամարդ, եղբայրս արագ պատասխանատվություն, իրականացրա քո պատասխանատվությունը, ռեալիզացրա այդ։ Ու եթե դու դրա մեջ չես զգում ուրախություն, մի բան են չի քո մոտ։ Այսօրվա աշխարհը հակառակն է, նայեք տղամարդկանց դա պատասխանատվությունից խուսափելու, դա է պատճառը նաև այսօր ավելի քիչ ամուսնություններ կան, որտեղ տղաները չեն ուզում պատասխանության մեջ մտնեն, կամ եթե ամուսնանում են, որտեղ զվարճանք են փնտրում, ոչ թե պատասխանություն իրականացնելու հնարավորություն, դառնալու այր, ամուսին, գործ ունենալու, աշխատելու, ապահովելու ընտանիքը, չէ, բոլորը փնտրում են հեշտ, թեթև, անպատասխանատու զվարճանքի իրականություն։ Թագավորությունը այնտեղն է, որ հակառակը եկեղեցին ցույց կտա իրականում աշխարհին, որ նա կյանքի իմաստը նպատակը ձևը։ Ու մարդիկ, ովքեր այսօր կանչվել են ու օրտնվելու են, հավատում եմ այդ թագավորության նկարագրի, թագավորության հայտնությունը կրողներն են։ Ու այս իրադարձությունը, այս միջոցառումը, այս տոնը իրականում դրա նաև հռչակումն է։ Սուրբ գրքում տեսնում ենք հիմնականում երկու կարգ ծառայությունների եկեղեցում, երկու ուղղություն, որտեղ եկեղեցին ունի երկու թև, կարելի ասել։ Մեկը հոգևոր մասն է եկեղեցու, դա Աստծո խոսքն է, վարդապետությունը, առաջնորդումը, Աստծո կամքը ճանաչելը, կառավարելը, եւ երկրորդը եկեղեցու այդ իրականացման, այդ ամեն ինչի իրականացման մեխանիզմների դրա կատարումը։ Դա համար Սուրբ գրքում տեսնում ենք երկու կարգ, տեսնում ենք երեցների կամ եպիսկոպոսներ, նրանք նույն մարդիկ են իրականում, նույն կոչումն է, երկու տարբեր անուններով, եւ սարկավագների կամ սպասավորների։ Ու երկուսն էլ հոգևոր են իրականում, որտեղ երկուսն էլ ապահովում են եկեղեցու բնականon աստվածային կյանքը։ Ու երբ որ եկեղեցին ձեռնադրում է մարդկանց, ճիշտ կարծես ապահովում է աստվածային կարգի անհրաժեշտությունը, այն ինչ որ պետք է եկեղեցուն Աստծո կամքի համեմատ ֆունկցիոնալ գործելու։ Դրա համար այսօր Էլ-Բեթել եկեղեցում եւս մի նոր աստիճանի, եւս մի հատ նոր հնարավորությունների օր է։ Մարդիկ, ովքեր կձեռնադրվեն կամ կօրտնվեն, դա եկեղեցու համար մի հատ նոր հնարավորություններ է, այսինքն թե հոգևոր եւ թե ապահովման ծառայությունները ապահովելու հնարավորությունն է։ Ու դա հրաշալի արտոնություն ու իրականություն է ցանկացած եկեղեցու համար։ Դա խոսում է եկեղեցին աճումը։ Մի որ մեկի, չգիտեմ, տղան կամ աղջիկը ամուսնանում է, արդեն ընտանիքը գերդաստան է դառնում, հա։ Այդ մի հատ նոր հնարավորությունների տեղ է, նոր դաշտ է բացում։ Ու ես հավատում եմ Աստված ոչ թե ուզուտ նայում է մեր անցյալին, մեզ կանչելով ծառայության, ու այս մարդը խելացի է, լավ է, իրան ծառայություն տանք, հակառակը նայում է առաջ, դա նոր հնարավորությունների, նոր ձեռքբերումների, նոր դաշտերի հնարավորություն է։ Ու նայեք այսօրվան որպես այդպես մի հատ տրամպլին, մի հատ նոր հնարավորություն ավելին գնալու համար, ավելին հասնելու համար, ավելին ունենալու համար։ Եվ այդ մարդիկ, ովքեր այսօր կօրտնվեն, թող մոդել լինեն, ներշնչանքի, ոգևորության պատճառ լինեն բոլոր մյուսների համար, ովքեր նայելով, թե ինչպես Աստված հավատարմորեն օրհնում նրանց, ովքեր եկել են առաջ ու ասել են Տեր, ուզում եմ ծառայեմ, իրենց կյանքը հորդորանք լինի մյուսներն էլ, ասել Տեր, ես էլ եմ ուզում։ Այ ոնց եմ տեսնում եմ ինչպեսին է ինքը, ինչպես է իր կյանքը օրհնված, պես էլ ես եմ ուզում օրհնվել, որտեղ առանց ծառայության օրհնություն չկա։ Շատ լավ, ես ուզում եմ միկրոֆոնը տրամադրեմ Վարազդատ եղբորս, շնորհավոր սիրելի եկեղեցի, այսօրվա կարևոր առիթի կապակցությամբ Տեր օրհնի ձեզ։ Շնորհակալություն։ Միշտ Կարեն եղբորը որ լսում եմ, իմ մեջ մի հատ հարց է առաջանում։
Իսկան բան որտեղից գիտես։ Ու մեկ որ խոսում ենք, լավ, իսկան բան դու որտեղից գիտես։ Սա Աստծո իմաստությունն է, Աստծո ծառայի վրա։ Ուզում եմ կարդանք առաջին Տիմոթեոս 7 գլխից Գեղամը ստեղա, Գեղամ ջան արի, խնդրում եմ։ Հավաստի այս խոսքը, եթե մեկը եպիսկոպոսության է ձգտում, բարի գործ է ցանկանում, արդ եպիսկոպոսը պետք է անթերի լինի, մեկ կնոջ ամուսին, ողջամիտ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանող։ Երբ որ մենք խոսում ենք անանցիծաղում է, երբ որ խոսում ենք մեկ կնոջ ամուսին։ Իմ ընկերներից մեկը Ուզբեկիստանի հովներից է, մի օր ասեց, մի հատ հարցի առաջ ենք կանգնած, եղբայրը ապաշխարել է, 2 կին ունի։ Հիմա չգիտենք ինչ անենք։ Ոչ կարաս ասես մյուս կնոջից հետ բաժանվի, չգիտենք ինչ անենք։ Ասում մենք էլ որոշեցինք, թող գա, մնա, բայց չի կարող հովվական ծառայության մեջ լինի, որտեվ արդեն 2 կին ունի։ Քո բախտը բերել է դա։ Երբ որ մենք խոսում ենք եպիսկոպոս բառից, մենք անցած ձեռնադրության ժամանակ խոսել ենք, որ սա նույն երեց կամ հովիվ բառն է։ Արդ եպիսկոպոսը պետք է անթերի լինի, մեկ կնոջ ամուսին, ողջամիտ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանող, ոչ գինեմոլ, ոչ ծեծող, այլ հանդարտ, ոչ կռվազան, ոչ արծաթասեր, որ իր տանը լավ վերակացու լինի, որ ամենայն պարկեշտությամբ հնազանդ զավակներ ունենա, բայց եթե մեկը իր տանը վերակացու լինել չիմանա կամ չկարողանա, նա ինչպես է հոգալու Աստծո եկեղեցուն, թող նորադարձ չլինի, որպեսզի հպարտությունից չկուրանա ու սատանայի պես դատապարտության մեջ չընկնի։ Ո՞րն էր սատանայի հպարտությունը, որ ասում է, որ չկուրանա, իմ գահը ավելի բարձր դնեմ։ Բայց նա պետք է եկեղեցուց դուրս ևս բարի վկայություն ունենա, որ նախատինքի եւ սատանայի որոգայթի մեջ չընկնի։ Ուզում եմ նաեւ շարունակությունը կարդամ, հետո կկանչեմ Դավիթ եղբորը Անաքրոջ առաջ։ Նույն կերպ էլ սարկավակը պետք է պարկեշտ լինի, ոչ երկերեսանի, ոչ գինեմոլ, ոչ շահամոլ, այլ հավատի խորհուրդը մաքուր, խղճով պահող։ Սրանք ևս նախ թող փորձվեն եւ ապա եթե անթերի լինեն, ծառայության անցնեն։ Նույն կերպ էլ նրանց կանայք պետք է լինեն պարկեշտ, Անա ջան։ Ոչ չարախոս։ Թվում է մենակ ամուսինների մասին, հա, պիտի գրածներ, ոչ։ Աստծո խոսքը խոսում է ընտանիքի մասին։ Նույնպես էլ, նույն կերպ էլ նրանց կանայք պետք է լինեն պարկեշտ, ոչ չարախոս, ողջամիտ, ամեն ինչում հավատարիմ։ Սարկավակները պետք է լինեն մեկ կնոջ ամուսին, իրենց զավակների եւ իրենց ընտանիքին լավ վերակացու, որտեվ ծառայությունը լավ կատարողները իրենց համար պարտավոր աստիճան են ձեռք բերում եւ մեծ համարձակություն հավատի մեջ, որ Քրիստոս Հիսուսով է։ Դավիթ Անա ջաներ, խնդրում եմ եկեք առաջ։ Այն ինչ որ կարդացի, սա ձեզ է վերաբերում։ Ու մենք եկեղեցու մեջ գիտենք այն բարի վարքը, այն բարի անունը, որ դուք ունեք, ու նաև գիտենք եկեղեցուց դուրս այն բարի անունը, որ դուք ունեք,
իրականում միգուցե ամենքը չգիտեն, բայց երբ որ մենք սկսեցինք ծառայությունը իրար հետ, մոտավոր 15 հոգեր, երևի, կարող է մի քիչ էսկոմ մենկոմ ասեմ, բայց եկավ ժամանակ, որ նայում ես, մարդ ուղղակի թևերը քշտած, մինչև հիմա տեսեք թևերը քշտած է, ուղղակի գործ է անում, լուր, ինքը գործ է անում Աստծո տան մեջ, 30, 40, 45, նույնիսկ ժամանակ է եղել, ես ասում եմ, այ Դավիթ ջան, այսքան մարդ ոնց եք տեղավորում ձեր տան մեջ։ Ունենք նպատակ, որպեսզի մտնեն վերևի գյուղ Զովաշեն, որպեսզի խմբակը կիսվի, գյուղի մյուս ծայրում, մարդիկ լուր իրանց գործն են անում։ Ես կխնդրեմ, ով կա Արևշատից, որ կուզենա կարճ վկայություն տա, համեցեք։ Երբ որ ես իրականում գնում եմ շատ ծառայելու Դավիթ եղբոր եկեղեցում, ես ասում եմ ժողովուրդ, ձեր հովիվը ես չեմ, ձեր հովիվը իրանք են, որովհետև իրանք են հոգ տանում, մի հոգի է, ասա իրանք մի հոգի են։ Շնորհակալ եմ, որ այս տան մեջ է, քանի հնարավորություն եմ ասելու, այս ընտանիքում, էլ Բեթել ընտանիքում, ես շատ շնորհակալ եմ, որ օգտվել եմ այս տան մեջ։ Ասեմ, որ մեր խմբակում տարիների մեջ, 12 տարի արդեն մենք այդ խմբակը ունենք, ու ես միշտ Դավիթին տեսել եմ մեզ առաջնորդ։ Ու տեսել եմ տեսիլքներ, տեսել եմ ու վկայություններ եմ արել ամեն ժամանակ։ Հա, ու իր խոնարհությունը, իր համբերատարությունը, իր խոսքի մեջ հնազանդությունը, ու նաև մեր ժողովուրդը տեսնում էր իր մեջ այն պարգևը, որը որ ինքը ուներ։ Միայն ես չէի, բոլորն էին դա տեսնում։ Ու այդ տարիների մեջ մի տարի առաջ, երբ որ մենք եկեղեցուց դուրս էինք եկել, մենք մեր ժողովրդով համաձայնեցինք, որ ասենք, թե որ ոչ միտեղ չենք գնում եկեղեցի չունենք, թող մեր Դավիթը մեզ առաջնորդ լինի։ Ու հասկացանք, որ Դավիթն ասեց դրա ժամանակը չի։ Ու փառքերը Տիրոջը, ես շնորհակալ եմ իրանց այն տան համար, այն իրանց տան անդամների ամեն մեկի համար, այն խոնարհության համար, սկսված Աննայից։ Մեր խմբակը շարունակվել է տարիներ շարունակ ու խմբակից հետո եղել է հյուրասիրություն։ Բոլոր ժողովրդի հետ, մենք չենք ուզել, որ այնտեղից տուն գնանք։ Այդպիսի սեր ենք տեսել այդ տան մեջ։ Հանձինս Դավիթից։ Դավիթի խոնարհությանը չափ չկա։ Ես երազում եմ, ես կուզեմ, որ այո, ես միշտ եմ ասել, ինքը սենց անտեսել է, բայց դա բոլորը գիտեն։ Բոլորն են մեր խմբակի ժողովուրդը հավատում եմ, որ այդպես են ասում։ Ես ուրախ եմ այսօրվա համար։ Ես շնորհակալ եմ Աստծուց այս պարգևի համար, որ տրվել է Դավիթիս։ Ես իրան շատ սիրում եմ, իր ընտանիքին շատ սիրում եմ ու ինչով կարող ենք մենք կօգնենք, իր կողքին ենք։ Շնորհակալ։ Ես նույնպես միանում եմ իմ Ելեն քրոջ մաղթանքներին։ Ես էլ նմանապես Դավիթը իմ մեծ հոգևոր եղբայրն եմ համարում, որը միշտ մեզ առաջնորդել է իր սրտի համար, իր բարության, ինչպես հովիվը նշեց, բոլոր այդ առաքինությունը, հյուրասիրությունը, բոլորը նրա ընտանիքի մեջ կա։ Ես շնորհավորում եմ նրանց եւ ցանկանում եմ, որ նույնպես ավելի եռանդով, սիրով եւ մեծ հավատարմությամբ շարունակեն արքայության գործը։ Ամեն։ Շատ շնորհակալություն։ Իրանք երևի քո թևերը բարձրացնողներն են, եթե չէ կդառնան։ Դուք գանձեք իրականում այն մարդով իրան նվիրում է, այն ընտանիքով իրան նվիրում է ծառայությանը, սա գանձ է։
ու ձեր ամբողջ ընտանիքը, ապերը, Հասմիկը, ցավոք սրտի այսօր մեր Հասմիկ քույրը ստեղ չի, Հունաստանում, Գերմանիայում կամ Հոլանդիայում, չգիտենք շրջագայությունների մեջ է, Անթարամը, հետաքրքիր ընտանիք են, ովքեր որոշել են ամբողջ ընտանիքով նվիրվել ու ծառայել։ Մեր Աբրահամը ստեղ եղավ հովվական ծառայության մեջ է Գերմանիայում։ Հրաշք է, երբ որ Աստված բերում է այս քաղցր ընտանիքը դնում է քո կողքը, որպեսզի միասին կառուցեք։ Ամեն։ Ու մենք շատ այդպիսի ընտանիքներ ունենք սիրելիներս։ Կուզես ինչ-որ բան ասես։ Հալելույա, Փառք Տիրոջը ժողովուրդ ջան, սիրելի եկեղեցի, իրոք եղբայրը շատ տեղին էր խոսքը, շնորհակալ եմ ձեզ։ Այո, Աստված գիտի առաջնորդնել, կարգել մեզանից առաջ գնացողների համար շատ շնորհակալ ենք, օրհնում ենք ձեզ։ Այն պատասխանատվության զգացումը Տեր Հիսուսի այն քաղցր լուծը բեռը, ես ուզում եմ զգամ ամեն ժամանակ, որ այս պահից սկսած պիտի վերցնեմ իմ ուսերի վրա։ Մի հատ այդքան եմ խնդրում Տիրոջից, որ միշտ զգամ։ Աստված օրհնի ձեզ։ Տեր օրհնի բոլորիդ։ Շնորհակալ եմ, ես այսօր նորովի հասկացա, որ պատասխանատվությունը շատ լուրջ է, բայց քանի որ տարիների մեջ Տերը մեզ օգնել է, օրհնել է, ես հավատում եմ, որ ավելիով է մեր հետ լինելու, որովհետև բոլորիս համար ավելին կա։ Փառք Տիրոջ։ Ամեն։ Եկեք կանգնենք ոտքի, մեր ձեռքերը պարզենք, կխնդրեմ կան եղբայր, ժորա եղբայր, միանակ մեզ, մեր ձեռքերը պարզենք, օրհնենք։ Գիտեք ինչ հրաշալի է, երբ որ դու տեսնում ես պարգևը ու այս ձեռնադրությունը ինքը հաստատություն է պարգև մեջ, մենք պարգև չենք փոխանցում, մենք արդեն տեսել ենք իրանց պարգևը, մենք հաստատում ենք այդ պարգևի մեջ ու իրականում նաև այն վստահությունն ու զորությունը Տիրոջից գալիս է իրանց մեջ։ Ես հիշում եմ, երբ որ իմ ձեռնադրությունն էր 12 հովիվ կար, ես չգիտեմ որտեղից էին հավաքվել, Աբովյանից, Վազգեն եղբայրը, շատ մարդիկ են եկել, ու ես իմ ձեռքերն ու ոտքերը դողում էին, մենք մեր կնոջ հետ, իմ կնոջ հետ, մեր չէին, մենք սենց դողում ենք, հազիվ ենք կանգնում, այդ պատասխանատվությունից, ինչ անենք, արի, սերես, արի, եկեք, Հալելույա Տեր։ Եկեք դուք քույրերին, Աննային, մենք Դավիթ եղբորը։ Սպասում եք ֆորմերի, էլի։ Ահա։ Yes։ Հալելույա Տեր։ Հալելույա Տեր։ Ձեր ձեռքերը պարզեք սրտանց օրհնեք Տեր Հիսուս։ Մենք օրհնում ենք Դավիթ եղբորը Աննա քրոջը այս քաղցր ծառայության մեջ։ Մենք խոսում ենք իրանց կյանքի մեջ քո օրհնությունն ու զորությունը։ Այն պարգևը, որ դրել ես իրանց մեջ։ Այն զորությունն ու իմաստությունը, որ դրել ես իրանց մեջ Տեր Հիսուս։ Թող փայլի ամբողջ շրջապատում։ Մենք խոսում ենք աճ ու զորություն Հիսուսի անունով։ Մենք խոսում ենք կյանք ու զորություն Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Թող այն հեղինակությունը, որ ունեն հոգևոր աշխարհում կրկնապատկվի Հիսուսի անունով։ Թող քո անունը փառավորողներ լինեն։ Թող քայլեն սրբության ու խոնարհության մեջ Տեր։ Թող տարածեն քո արքայությունը արևշատում ու շրջակա գյուղերում, թող Արարատի մարզը
տեսնի իրանց, ճանաչի իրանց Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա։ Հալելույա։ Մենք օրհնում ենք Դավիթին ու Աննային սարկավագության ծառայության մեջ։ Մենք խոսում ենք իրանց պարգևի բացահայտ դրսևորում Հիսուսի անունով։ Իշխանության դրսևորում Հիսուսի անունով։ Հալելույա, հալելույա, մենք հաստատում ենք իրանց սարկավագության ծառայության մեջ, Հիսուսի զորավոր անունով, հալելույա, հալելույա, Հիսուս, հալելույա, Amen. Hallelujah. Տերը օշնի ձեզ, զորացնի ու այն ինչ որ կաք թող ճանաչվի ամբողջ Արարատի մարզում ու Հայաստանում։ Հալելույա։ Մենք ունենք ձեր համար նվեր։ Շնորհավոր։ Ես հուզվում եմ, շատ հետաքրքիր։ Համեցեք, մեծ դաշտ կա ձեր առաջ ծառայելու։ Մենք ունենք այսօր նաև խորհրդի հաստատումը, շնորհավորեք իրանց։ Մոտս այդ վերապրումն է, որ ոնց որ աղջկատ բերում ես իրա փեսայի մոտ, Եթե խոսք կա ձեր սրտում Աստծուց Դավիթի ու Աննայի համար չպահեք ձեր մեջ, անպայման կփոխանցեք։ Ամեն։ Շատ լավ, եկեք այսօր նաև հաստատումն ու օրհնությունը ունենք, դրա համար եկեք կենտրոնանանք, հետո ժամանակ եք ունենալու Դավիթենց գրկելու, շնորհավորելու, ծառայության վերջում մենք ունենալու ենք, նկարվելու իրանց հետ, արդեն կարելի է վճարովի նկարներ նկարվել իրանց հետ, գրությունով, մենք այսօր նաև ունենք մի կարևոր արարողություն նույնպես, սիրելիներս, հիմա իմ սիրտը թրթռում է, մենք այսօր ունենք խորհրդի հաստատումն ու օրհնությունը։ Աստծո խոսքը ասում է Առակաց 15:22-ում առանց խորհրդակցության մտադրությունները ձախողվում են, բայց խորհրդականների շատությունով կատարվում են։ Հիմա գիտեք իմ մոտ ինչ վերապրում է։ Ես ուզում եմ եկեղեցու առաջնորդ
Ցունը, քանի որ եկեղեցին ի սկզբանե եղել է հնգաթև առաջնորդությամբ, ես ուզում եմ եկեղեցու առաջնորդությունը փոխանցեմ խորհրդին։ Ու իմ մոտ այս զգացմունքն է ու ռուսերեն աշուշենյա, որ ոնց որ իմ աղջկան տանում եմ Փեսայի մոտ։ Ես իմ աղջիկը հələ 12 տարեկան է, դեռ փոքր է, բայց հիմա այդ զգացողությունը ունեմ։ Բա ոնց է լինելու, ինչ է լինելու, բայց ես հավատում եմ, որ ամեն մեկին ում Տերը ցույց է տվել։ Իրանք ունեն մանդատ, իմաստություն, որպեսզի լինեն խորհրդի մեջ։ Ամեն։ Դուք ասես, բա քո մասը որն է լինելու, Հովիվ ջան։ Պետրոս առաքյալը հստակ խոսում է այս մասին, ասում է Առաջի Պետրոս 5:1-ը աղաչում եմ ձեր մեջ եղած երեցներին, որպես երեց վկա Քրիստոսի չարչարանքների եւ մասնակից գալի փառքի հայտնությանը գալիք։ Արածեցրեք Աստծո հոտը, որ ձեր մոտ է։ Վերակացու լինելով ոչ թե ստիպված, այլ հոժարական։ Ըստ Աստծուն ոչ թե շահասիրությամբ, այլ հոժարությամբ, ոչ թե նրանց տիրելով, որ բաժին են ընկել ձեզ, այլ հոտին օրինակ լինելով։ Եվ երբ որ Հովվապետը երևա, փառքի անթառամ պսակը կստանաք։ Վերակացու բառը սա վերևից նայող ու հսկողն է։ Դուք ասես գործը որն է, որպեսի օգնեմ, նայեմ, հսկեմ, որպեսի իրանք ճիշտ տանեն Աստծո հոտը, որպեսի սիրեմ, հովվեմ, ծառայեմ, ու որպեսի ունենամ ավելի շատ ժամանակ նոր բաներ անելու, նոր սկիզբ դնելու ինչ-որ միտեղ Աստծո եկեղեցուն։ Սա քաղցր բան է։ Երևի ձեր մեջից ամենահուզվածը ես եմ։ Կխնդրեմ առաջ գան բոլոր խորհրդի անդամները, եկեք առաջ սիրելիներս, թող եկեղեցին ճանաչի ձեզ։ Մեր համար թանկ մարդիկ Գեղամ ջան արի առաջ, Արսեն ջան։ Չէ, չէ։ Իմ մոտ այս տպավորությունն է, որ ես եկեղեցին ոնց որ իմ աղջիկ հիմա բերում եմ տամ ձեզ։ Ուր եք առաջնորդելու։ Ես օգնելու եմ, մենք իրար հետ ենք անելու, բայց ավելի շատ ես վերևից ուղղակի ձեզ օգնեմ, որպեսզի այն որոշումները, որ կայացնում եք, հիմքում լինի արքայությունը, Քրիստոսակենտրոնությունը, Տիրոջ շահը, Քրիստոսի շահը։ Սիրելի եկեղեցի, մենք երեք հանդիպել ենք, խոսում ենք, սա ոչ թե մի նոր էլիտա է եկեղեցու մեջ, չէ, իրանք ձեր ծառաներն են։ Ու այն որոշումները, որ կայացնելու են Սուրբ Հոգու միջոցով, մեզ տանելու է ավելի բարձրունքների մեջ։ Ամեն։ Կխնդրեմ նույնպես կանգնենք, ընդունենք իրանց։ Արտուր եղբայրը քաղցր Աստծո մարդ։ Մարդում ծառայությունը աճելով աճում է, ես չգիտեմ, էլ չենք կարողանում հաշվենք։ Մարդով պտղաբեր է իր տեսակի ծառայության մեջ, ես ասում եմ, դու իմ ճանաչած մարդկանցից ամենախոնար մարդկանցից մեկն ես։ Արսեն եղբայրը հրաշալի ծառայություն ունի Արտաշատում։ Աստծո խոսքի խորությունները տեսնող, համարձակ չհանձնվող տեսակ։ Դե Դավիթից չեմ խոսում,
որտեվ երկու անգամ չի կարելի, հետո խորհուրդը ինձ կարողա տանի այն սենյակ, արդեն գիտեք։ Աստծո խոնարհ ծառա մարգարեական պարգևով Նազա Գիտեք, մարդիկ կան, որ քո կողքն են, քեզ հեշտ է կյանքը, քեզ կոմֆորտնի է։ Իրանք ամեն մեկը, որ իմ կողքն են, դե ինքը Միլենը կյանքում Աստված դրել կողքը, բայց ամեն մեկը Գեղամը, Վարդանը, Նազը, Դավիթը, Արսենը, Արտուրը, երբ որ իմ կողքն են, ինձ կյանքը հեշտ է, ինձ ծառայելը հեշտ է։ Ես առանց իրանց չեմ կարողանում իմ ծառայությունը պատկերացնել։ Ես ուզում եմ ասեմ, որ առանց ձեզ ես թույլ եմ։ Եթե դուք մտածում եք մեր հովիվը ասենց մենակ չէ ժորդ, առանց ձեզ ես թույլ եմ։ Բայց երբ որ մենք իրար հետ ենք ես ուժեղը։ Ես ուղղակի խոսքեր չի, որ տենց պետք է ասեի, շպոնեմ, ասում եմ, սա իրականություն է։ Վարդանը աշխարհի ամենախոնար մարդկանցից եւս մեկը, երևի իրանք կոնկուրենցիայի մեջ են, ով առաջի տեղ, ով երկրորդ։ Արտուրը չեմպիոն է։ Հրաշալի հայր, հրաշալի ամուսին, ես իրանից սովորում եմ, Գեղամը, մարգարեական սովորությունների մեջ գնացող մարդ, հետաքրքիր տեսակ է, ես մեկ-մեկ նայում եմ, ասում եմ, կներեք, սենց արտահայտություն կա, մահացող տեսակ, վերացող տեսակ, վերացող տեսակ են իրանք, մենք իրանց պիտի կարմիր գրքում գրենք, հիմի ետ ենք անում, գրում ենք իրանց կարմիր գրքում, ամեն մեկը յուրահատուկ Աստծո մարդ, յուրահատուկ պարգևով ու մտածելակերպով, իմ գանձ, իմ սեր, գովամ կասեն իրա կնոջն է գովում, ուժեղ օգնական, ուժեղ մարդ, Այնքան բան եմ սովորել իրանից, այնքան քարոզներ եմ քարոզել, որ իրա քարոզներն ա եղել, դուք հələ չգիտեք։ Որպես ես մեկ-մեկ ասում եմ, ինձնից ավելի լավ ուսուցիչ դու ես։ Ոյ, չի կարելի այդպես, քույրը ոնց կար ավելի լավ ուսուցիչ լինի։ Փաստ է։ Ու ես հավատում եմ, որ ամեն մեկիդ պարգևը գեղեցկացնելու է եկեղեցին։ Իրար հետ միաբանությունը, Քրիստոս կենտրոնությունը գեղեցկացնելու է եկեղեցին։ Խորհրդի մեջ չկա ծառայություն, խորհրդի մեջ չկա փառաբանության ավակ, պատանեկանի ավակ, մարգարեական, ոչ։ Իրանք ուղղակի խորհրդի անդամներ են, ովքեր կենտրոնացած են եկեղեցին ավելի վեր, ավելի խոտավետ տեղեր, ավելի բարձունքներ տանելու համար։ Ամեն։ Եկեք պարզենք մեր ձեռքեր, աղոթենք օրհնենք իրանց, օրհնենք այն պատասխանատվության ու այն ծառայության մեջ, որի մեջ իրանք մտնում են, ու նաև ընդունենք, Տեր Հիսուս, շնորհակալ եմ ամեն մեկի համար, Տեր։ Ես օրհնում եմ Միլենին, այն պատասխանատվության ու ծառայության մեջ, որի մեջ կանչել ես Տեր եկեղեցին առաջնորդելու համար։ Թող այն իմաստությունը, որ կա իրա վրա ու այն պարգևը, որ կա իրա մեջ, Հիսուսի անունով, ծնի որոշումներ, որոնք որ փառավորելու են միայն ու միայն քո անունը։ Ես օրհնում եմ Գեղամին, այն քաղցր ծառայության մեջ, որի մեջ դու կանչել ես իրան Տեր, լինելու խորհրդի անդամ, որպեսզի առաջնորդի քո սիրելի եկեղեցին, այն պարգևը, որ կա իրա մեջ, այն իմաստությունը, որ կա իրա վրա, թող առաջնորդի իրան Քրիստոսակենտրոն որոշումներ կայացնելու,
Թող տանի եկեղեցին քո խորությունների մեջ ու քո անունը բարձր պահելու մեջ, Տեր։ Տեր Հիսուսի անունով ես օրհնում եմ իմ եղբորը Վարդանին։ Այն հովվական պարգևը, որ կա իր վրա, Տեր, այն ուսուցչական քո խոսքի խորությունները տեսնելը, հոր սիրտը, ու այն իմաստությունը, որ իր վրա է, Տեր, թող տանի եկեղեցին քո խորությունների մեջ, Տեր, այն հայրական սիրտը, որ ունի, Տեր, թող շատ շատերին իր գրկում պահի, ու թող քո անունը փառավորող ու մեծարող լինի։ Ես աղոթում եմ իմ քրոջ համար, Տեր, Նազիկի, շնորհակալ եմ, որ իրան դրել ես իմ կողքը, Տեր։ Ես աղոթում եմ, Տեր, որ այն մարգարեական պարգևը, որ կա իր մեջ, ու այն իմաստությունը, որ կա իր վրա, Տեր, օգնի, տարածի, քո Քրիստոսակենտրոն որոշումները կայացնել ու քո եկեղեցին տանել խորությունների մեջ։ Մեր ցանկացած որոշում պիտի լինի արքայության շահերից բխող, արքայության շահերից։ Երբ որ մենք Սամվել եղբոր հետ մտածում ենք, մենք ասում ենք ցանկացած բան իշահ արքայության է լինելու էլ բեթելում, ոչ իշահ ինձ, ոչ իշահ ինչ որ ծառայության, այլ իշահ արքայության։ Տեր Հիսուս, աղոթում եմ Դավիթի համար, Տեր եղբորս համար, այն հովվական պարգևը, որ կա իր մեջ, այն իմաստությունը, այն զորությունը, որ դրել ես իր մեջ, Տեր, օրհնում եմ, որպեսզի տարածվի իր միջոցով, որպեսզի ծնի իր ներսում Քրիստոսակենտրոն որոշումներ, որոնք կպահեն արքայության շահը, Տեր, Հիսուսի անունով։ Տեր, աղոթում եմ Արսեն եղբորս համար, շնորհակալ եմ, Տեր, այն պարգևի համար, որ իր մեջ է, շնորհակալ եմ այն հովվական ու ուսուցչական պարգևի համար, Տեր, ու այն իմաստության համար, որ իր վրա է, Տեր, թող քո արքայությունը լինի իր կյանքի կենտրոնում, Տեր, ու թող տանի եկեղեցին դեպի նոր բարձունքներ, թող ամեն որոշում, որ ծնվում է իր սրտում, եկեղեցու հետ կապված, մոտեցնի եկեղեցին Քրիստոսի կատարյալ հասակին։ Տեր, աղոթում եմ եղբորս համար, իմ արքա, Արտուրի համար, Տեր, այն մարգարեական պարգևը, Տեր, այն վական սիրտը, որ դրել ես իր մեջ, այն իմաստությունը, որ դրել ես իր մեջ, Տեր, սա քո եկեղեցին առաջնորդելու համար է, Տեր, օրհնում եմ իր միտքը, որպեսզի այն որոշումները, որ կայացնում է, կայացնի իշահ արքայության, իշահ եկեղեցու, իշահ Քրիստոսի, Հիսուսի անունով, ես հաստատում եմ ձեզ խորհրդի մեջ լինելու, թող լինի օրհնված ձեր կյանք այսօրվանից։ Սա մեծ պատասխանատվություն է, սիրելիներս, Քրիստոսի հարսը եկեղեցին առաջնորդել դեպի առաջ, դեպի հաղթանակ, դեպի սրբություն, դեպի զորություն։ Ամեն։ Հալելույա։ Հալելույա։ Շատ հետաքրքիր Աստծո ներկայություն կա, շատ խիտ Աստծո ներկայություն կա։ Ես չգիտեմ հիմա ինչ պիտի անենք։ Կարող է ուզենաք ինչ որ մեկը կիսվեք, կարճ խոսակ, վկայություն տաք։ Այս այն պահնա մեկ մեր մոտ լինում է, չէ, որ այնքան հավես է Տերը գալի, որ էլ չգիտենք ինչ անենք։ Այն ինչ որ հիմա կատարվում է, սա խոսում է այն մասին, որ եկեղեցին կենթանի է ու աճում է։
որ ինքը առաջ է գնում, որ ինքը հովվակենտրոն չի, այլ Քրիստոսակենտրոն է։ Սրանք ուղղակի բառեր չեն։ Սա պիտի լինի իրականություն։ Ինչ եք զգում, ինչ եք ուզում ասեք եկեղեցուն։ Ուղղակի գոհություն կա սրտիս մեջ շատ։ Շնորհակալություն Տիրոջը, շնորհակալություն բոլորիդ։ Մենք շատ հաճախ չենք պատկերացնում ինչ է լինելու հաջորդ քայլափոխին, բայց երբ որ տրված է Տիրոջը, ինքը տանում է։ Ինքը տանում է նոր մակարդակներ, նոր իրավիճակներ։ Ամիսներ առաջ մենք չենք էլ կարա մտածեինք, պատկերացնեինք, որ կգա սենց օրեր, բայց հասկանում ենք, որ Աստված ինչ որ բան է սկսել ու ինքը տանում է։ Շնորհակալ եմ բոլորից։ Շնորհակալ եմ Հովիվ ջան։ Պատիվ է ուղղակի մեզ, իմ համար ամենայն դեպս լինել Տիրոջ տան մեջ, լինել Տիրոջ տան խորհրդի մեջ, ուղղակի սրտիս մեջ գոհություն կա։ Մտածում եմ պիտի գնամ տուն ու երկար ժամանակ գոհություն հայտնեմ Տիրոջը։ Ինչ որ Աստված անում է մեր կյանքի մեջ, ուղղակի պետք է վստահել իրան, սիրել, տրվել ու գնալ առաջ։ Շնորհակալ եմ նաև հատուկ Կարեն եղբայր։ Ես իմ կյանքում եղել է դեպքեր, Կարեն եղբայրը գիտի, երբ որ ես խնդիրներ եմ ունեցել իմ առաջնորդի հետ, դուրս եմ եկել, շատ արագ արձագանքել է Կարեն եղբայրը, հանդիպել ենք, խոսել ենք ու հասկանում եմ, որ ռուսերեն մեծ լավ բառ կա, հա, ստացանապլավու։ Ոնց որ այս մարդիկ օգնել են, որ մենք մնանք այդ լողալու իրավիճակի մեջ։ Ու ես հասկանում եմ, որ ամեն մեկը ձեր ներդրումն ունեցել եք այսօրվա համար։ Փառք Տիրոջը ձեր համար։ Գոհություն Տիրոջը։ Աստված օրհնի ձեզ։ Ես էլ կասեմ շնորհակալ ենք Հովիվ ջան, որովհետև մի բանի մեջ ենք, որ երբևէ չենք պատկերացրել։ Եթե հարցնում եք ինչ ենք զգում, ապա եւս մի պատասխանատվություն ենք զգում, մի մակարդակ բարձր։ Միշտ տեղից ասել ենք ժողովուրդ, Էլբեթելով սկսվել է մի նոր բան, ես հրավիրվել եմ, ես հետո եկել եմ, ինձ Արտուրն է ստեղ հրավիրել։ Եկել եմ ու իմ հետաքրքիր առաջին բանը, ինչպես մենք սովորություն ենք նոր եկողներին ինչ որ մեկս տեսնում ենք, զրուցում ենք, ինձ Հովիվը մոտեցավ։ Խոսացինք, զրուցեցինք, հետո որոշ ժամանակ հետո սկսեցինք ստեղ մասնակցել, ինչ որ ծառայության գնացինք, հրավիրեց ինձ ծառայության, միասին գնացինք, հետո ասեց ես գիտեմ դու ով ես Աստծո տան մեջ, բայց դու պետք է որոշում կայացնես, ուզում ես գաս մեր հետ թե չէ։ Սա հիանալի բան է, որ դու քո կամքով գնում ես, քեզ օգնում են հասկանաս ով ես դու, ես խեմ սա ասում։ Ոնց որ Կարեն եղբայրն էլ ասեց, բոլորդ ունեք պարգև, բոլորդ ունեք կանչվածություն, սրա մասին մենք շատ ենք խոսում, բոլորդ ունեք կոչում, ասեք ձեր այոն, որովհետև այս խորհրդի միաբանություն ամբողջ Աստվածաշունչը լի է միաբանության խորհրդով։ Հիսուսը ասեց, գիտեք տղեկ, հեսա տրվելու եք բոլորդ։ Ես հատուկ աղաչել եմ Հորը, որովհետև տեսա սատանան ոնց է ուզում ձեզ խարբալի, բայց Պետրոս քո համար հատուկ աղաչել եմ, որ երբ որ դառնաս եղբայրներիդ հավաքես, որովհետև Տերը գիտեր, որ եթե իրանք խարբալվեին ցորենի պես, այն 3.5 տարվա ներդրումը սա հոդս կցնդեր, բայց Պետրոսի մեջ դրվավ դա ու ինքը արեց դա եւ այդ միաբանությունը հետո Պենտեկոստի օրվանից սկսած աշխարհը շրջեց։ Ես խնդրում եմ բոլորիդ, աղոթող եղեք այս խորհրդի համար։ Խորհուրդը ես էլ եմ ասում, էլիտա չի ձեր վրա դրված։ Խորհուրդը միաբանություն է, խորհուրդը ես հասկանում եմ sense, որ այն նպատակը, այն տեսիլքը, որ Էլբեթելը ունի, խորհուրդը եւս մտնելու է դրա մեջ, դա էլ ավելի բարձրացնելու, որովհետեւ դա իմ կամքը չի, դա Տիրոջ կամքն է։ Ու ինչպես Ժորա եղբայրը հիշեցրեց, սրանով է փառավորվում Հայրը, որ դուք լինեք իմ աշակերտներ եւ շատ պտուղ բերեք։ Դրա համար կրկին խնդրում եմ եկեղեցի, մենք եւս մի պատասխանատվություն ստանձնեցինք ձեզ էլ ավելի ծառայելու։ Եղեք աղոթող մեզ համար։ Եվ Էլբեթել, դու իմացիր, ամեն մեկը տով գալիս եք, ձեր կոչումները, ձեր պաշտոններն ու պարգևները այստեղ ողջունվում են։
Մենք ձեր կարիքը ունենք, մենք գնահատում ենք ու տեսնում ենք, որ չկա անտաղանդ մեկը։ Եթե ինչ որ մեկը իր երեխաների անտաղանդության վրա ուրախանում, այդ մարդը նորմալ չի։ Եթե սովորական ծնողը տխրում է, որ իր երեխան անտաղանդ է, սիրելիներ, որքան ավելի հայրը երկնային, հա, Հիսուս շատ ժամանակ ասում է, ինչպես հայրը երկնավոր, դուք սենց լինելով, որքան առավել հայրը երկնավոր, հա, ուզում եմ ասեմ, էլ ավելի հայրը ուզում է, որ դուք ձեր այոն ասեք, եւ Էլ-Բեթելը այնտեղն է, որ տրամպլին է, որը քեզ կօգնի կաջակցի քո պարգևի պաշտոնի մեջ էլ ավելի բարձրանալու, որովհետև այն ինչ որ սկսել է։ Ես չեմ ուզում գլուխ գողամ կամ ամպագորգոր բաներ ասենք մենք Էլ-Բեթելը սենց, բայց տեսնում եմ, որ այն ինչ որ սկսել է Էլ-Բեթելով, դա իրականում արքայության մեջ է, արքայության մասը ու արքայության համար է։ Ու դա կոնկրետ հենց այն նպատակն է, ինչի համար Տերը երկիր բերեց։ Ամեն։ Եվ կլինենք մենք շարունակողը այն գործի, ես չեմ ասում ուրիշները դա չեն անում, բայց մենք կգնանք ճեղքելով, շարունակելով այն գործը Տեր Հիսուսի աշխարհի վրա թողած, հիշում եք, չէ՞, միշտ ասել եմ, Տերը հարություն առնելուց հետո ոչ մի հրաշք չի արել։ Ասել է, հեսա կտեսնեք եկս ինչ են անելու։ Ու իրանք աշխարհը շուռ տվին։ Եվ մենք այդ գործը շարունակողներն ենք, սիրելիներ։ Էլ-Բեթել, քեզ տրված է։ Խնդրենք, աղոթող եք ես միաբանության համար։ Ամեն ժողովուրդ ջան։ Թող մեր մեջքը իրանք պահող լինեն։ Մեր միաբանության համար մենք էլ մեկ սիրտ, մեկ հոգի, մեկ միտք Տիրոջ խոսքի Սուրբ Հոգու առաջնորդության վրա հաստատված հաստատ ձեր հետ միասին շատանալով, խմորելով, ինչպես որ երկնքի արքայություն Տերը նմանացրեց մի կնոջ, ով գցեց մի փոքր թթխմորը ալյուրի մեջ երեգրիվ միջև բոլորը խմորվեց։ Մեզ տրված է բոլորը խմորելու հնարավորությունը, արտոնությունը, կարողությունը, զորությունը։ Ամեն։ Մենք ձեզ շատ ենք սիրում։ Դարձյալ շնորհակալություն եմ հայտնում հովիվներից, հովական կազմից, Տերը օրհնի ես գեղեցիկ օրվա համար, որ մեր կողքին եք, մեր հետ եք, ողջունում ենք բոլորիդ իհարկե։ Ես մի հատ վերապրումից եմ ուզում կիսվել, որ ունեցել եմ ժամանակներ առաջ, այսպիսի մի խոսք եղավ Տիրոջից, որ Տերը ինձ բացահայտ կերպով հասկացրեց, թե ինչ մեծ պատասխանատվություն է հարսին ծառայելը։ Ես դա վերապրեցի իրական հոգու մեջ եւ խոսքով Աստծո պատվերով, որ եթե դու համաձայն ես, ես քեզ կանչում եմ այդ ծառայության մեջ եւ ես այդ վերապրումը ունեցել եմ իրական ու հենց երբ որ վարվախբերը մոտեցավ մեզ աղոթելու, երբ որ մոտեցավ ինձ, ես այդ պահին, երբ որ ձեռք դրեց ու աղոթեց, նախ հիշեցի այդ պահը եւ հիշեցի նաեւ այդ պահին էլ վերապրում ունեցա ու տեսա հարսի հանդերձը այդ պահին, երբ որ ինքը իմ համար աղոթում էր, էլի որոշեցի փոխանցել այն ինչ որ ապրեցի, Տերը օրհնի ձեզ բոլորիդ։ Հալելույա։ Երկար ձեռներ ունենայի, սենց սաղիթ կգրկեի։ Եկեք գրկե։ Գրկեք ինձ, գրկեք։ Կամերան անջատեք, թո գրկեք։ Գիտեք, մենք նենց մտոլորտ ենք ստեղծել մեր կողքը, այդ Բեթելի հոտնա համնա, որ մեր կողքի մարդիկ ծառայողները ազատ լինեն։ Մենք ճիշտ ընկերությունն է, Հիսուսը ընկերություն էր անում աշակերտների հետ, ամեն, կարող եք նստել, Տերը օրհնի ամեն մեկիդ, սա նոր սկիզբ է, հլա չգիտեք գլխներդ ինչ ա եկեք։ Շատ լավ։ Մեջս մի հատ խոսք կա, ուզում եմ փոխանցեմ, ստեղ կան ընտանիքներ, երբ որ Դավիթը խոսում էր, պատմում էր իր ծառայությունից, մեջս մի բան արթնացավ հայտնությունից մի խոսք։ Սա մի քանի ընտանիքի է վերաբերվում։ Աստծո խոսքը ասում է, Տիրոջ վկայությունը ինքը մարգարեական հոգին է, մարգարեության հոգին է, հայտնության մեջ է գրած սա։ Երբ որ Դավիթը խոսում էր, այդ խոսքը սրտումս ծնվեց։ Այն վկայությունը, որ դուք տեսաք, սա մարգարեական հոգին է։ Ինչ է սա, ես մի անգամ խոսել եմ եկեղեցում, երբ որ դու վկայում ես,
այդ վկայությունը նա ով վերցնում է այդ վկայությունը ինքը իր մեջ ծնում է նույն բանը ինչ դու խոսում ես ինչ է մարգարեության հոգին կամ մարգարեական հոգին երբ որ մարգարեական հոգին խոսում է դա կատարվում է երբ որ մարգարեական հոգին խոսում է աճ է կատարվում երբ որ խոսում է բժշկություն բժշկվում է Ինչ է Տիրոջ վկայությունը, երբ որ ինչ-որ մեկը խոսում է բժշկությունից ու վկայում է, որ Տեր իրան բժշկել է, նա ով նստած է ու հիվանդ է, երբ որ ինքը վերցնում է այս վկայությունը, սա իր մեջ ծնում է բժշկություն։ Հիմա երբ որ Դավիթ եղբայրը խոսում էր, ես հասկացա, որ մի քանի ընտանիքի համար է Տիրոջ վկայությունը, սա մարգարեական հոգին է, սա ձեր համար մարգարեական է։ Ժամանակ է գալու, երբ որ դուք եք կանգնելու ստեղ ու մենք ձեզ ենք ձեռնադրելու։ Ամեն։ Ամեն։ Եկեք իրար հետ տոնական փառաբանենք մեր Հիսուսին։ Կենտրոնում ինքն է։ Կենտրոնում ոչ ես եմ, ոչ խորհուրդն է, ոչ էլ Դավիթ եղբայրն է։ Մեկը կենտրոնում Հիսուսն է։ Ինքն է իր տան գլուխը, Տերը ու Թագավորը։ Ինքն է մարմնի գլուխը։ Ու եկեք կանգնենք, փառաբանենք իրան ու հետո լավ ժամանակ կունենանք իրար հետ։ Yeah.
Հսորը մեծամեծ գործեր է անում Հինը կատում է նոր է կադերքի Հսորը Գործեր է անում Հսորը մեծամեծ գործեր է անում Հսորը մեծամեծ գործեր է անում Հինը կանդում է նոր է կառուցում Հսորը մեծամեծ գործեր է անում Հսորը մեծամեծ Հսորը մեծամեծ գործեր է անում Հինը կանդում է նոր է Բարձրացրենք Տիրոջը, արժան ես մեր Տեր։ Ամեն, Տերը արժանա, փառքի պատվի ու մեծարանքի։ Միշտ հիշեք, իր մարմնի մեջ կենտրոնում ինքն է, ամեն, շատ լավ